վերնագիրը այս սեմինարի հետևյալն է. ողջ տիեզերքի ամենազորեղն ու գեղեցկագույնը։ Ողջ տիեզերքի ամենազորեղն ու գեղեցկագույնը։ Եվ մենք խոսելու ենք Տեր Հիսուսի մասին։ Իրականում մարդկանց պատկերացումները Տեր Հիսուսի մասին շատ տարբեր են։ Լսել եք, մենք հայերս շատ ենք սիրում այս արտահայտությունը. ես իմ Աստվածն ունեմ, կամ ես իմ Հիսուսին սիրում եմ։ Ինչ է նշանակում իմ Աստված։ Այսինքն իմ Աստվածը քո Աստծուց տարբերվում է նրանով, որ ինքը ինձանից չի պահանջում բաներ, որ քեզանից է պահանջում։ Գիտենք դա ինչ է նշանակում։ Ով սովորա խարդախության, ասում է իմ Աստված, անգլերեն ասեմ սա, օքեյ է իմ կյանքի հետ։ Դուք ձեր մասին մտածեք։ Ով սուտ ասել է սիրում, ասում է դե ես հոյեն շնացողի պես չեմ։ Գողություն անողն էլ ասում է ես էլ բարի մարդ եմ, ճիշտ է գողություն եմ անում, բայց շատ օգնում եմ մյուսներին։ Եվ ամեն մեկի Աստվածը իր համար, տեսեք ինչ է եղել, մենք մեր պատկերացումներում Աստված ենք նկարազարդել եւ պաշտում ենք այդ Աստծուն։ Բայց Աստվածաշունչը մեզ բացահայտում է իրական եւ ճշմարիտ Աստծուն։ Եվ Տեր Հիսուսի մասին մեր պատկերացումները կարող են գալ մեր տատիկի սովորեցրածից, մեր երևակայությունից, ֆիլմերից կամ գրքերից, բայց եկեք համաձայնվենք, որ քրիստոնյաներս պիտի ընդունենք քրիստոնյաների սուրբ գիրքը, Աստվածաշունչը։ Եվ Աստվածաշնչից պիտի գա մեր պատկերացումը Տեր Հիսուսի մասին, եւ այսօրվա սեմինարը նվիրված է հենց դրան։ Երկրորդ Տիմոթեոս 3:16 խոսքում, Երկրորդ Տիմոթեոս 3:16 խոսք գրված է, որ ամբողջ գիրքն Աստվածաշունչ է։ Այս մեր հայերեն Աստվածաշունչ անունը չի այստեղ գրված, Աստվածաշունչ նշանակում է Աստծո շնչով գրված, ամբողջ գիրքը ներշնչված է Աստծո կողմից, սա է Աստվածաշունչ բառի իմաստը, եւ շատ օգտակար է ուսուցանելու համար, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, որովհետեւ միակ բացարձակ ճշմարիտ աղբյուրն է հոգևոր կյանքի եւ Աստծու եւ մնացած ամեն գիտելիքի մասին, որ մենք իմանում ենք, այդ թվում նաեւ Տեր Հիսուսի մասին։ Եվ ուզում եմ հիմա պիտի արագ գնանք, որովհետեւ 6 մաս ունենք։ Սովորաբար ես խոսքը 3 մասի եմ բաժանում, բայց Արման եղբայրը տեղյակ է, երեկվանից տանջվում եմ, որ կրճատեմ այս 6 մասից որը հանեմ, ու ես հասկացա, որ ոչ մեկը չեմ կարող հանել։ 6 մաս ունենք, սա սեմինար է, սա կիրակնօրյա քարոզ չի։ Ես ասել եմ, հենց հոգնեք, ձեռքով արեք, կամ արդեն ասեցի ինչ նշաններ ցույց տակ, բայց 6 մաս ունենք, շատ կրճատել եմ իրենց բովանդակությունը, բայց չկարողացա մասերը կրճատել։ Հիմա որ մասերը կարդամ, հերթով գնանք, կպատկերացնեք, որ իմ ձեռքը չգնաց կրճատեմ։ Եվ կարծում եմ, որ այստեղ հավաքվածները եւ հետո նրանք, ովքեր կլսեն տեսագրությունը կդիտեն, կարևոր է, որ մենք իմանանք այս տիեզերքի ամենազորեղ եւ ամենագեղեցիկ անձնավորության մասին։ Առաջին մասը վերնագրել եմ այսպես. նախքան մարմնանալը։ Տեր Հիսուսը շատ գեղեցիկ կերպով խոսում էր իր մասին։ Եվ օրինակ Հովանու 8:58-ում ասում է ես կամ նախքան Աբրահամը։ Ես չգիտեմ ինչ պատկերացում ունեք դուք Քրիստոսի մասին, բայց ինքը ասում էր, որ Աբրահամից առաջ, քանի որ հրեաների համար Աբրահամը մի հեղինակություն էր, մեծ հոգևոր հեղինակություն, մենք գիտենք, հավատքի,
օրինակ, հայր, նախահայր, ասում է ես եղել եմ նախքան Աբրահամը, պատկերացնում եք հրեաները ինչ էին լսում, այդ մենք հիմա գիտենք ինքով, մի սովորական մարդ բոլորի աչքին գալիս էր ու ասում էր, ես, այն որ Աբրահամին դուք շատ հարգում եք, ձեզ համար օրինակ է, ես իրանից առաջ եղել եմ։ Հովանու 6:38-ում ասում է, ես իջել եմ երկնքից։ Զարմանում էին, ասում էին, դու Հովսեփի Մարիամի տղան ես, ես երկնքից եմ իջել։ Եվ Հովանու 1:18-ում խոսում է նրա մասին, որ ինքը հոր ծոցում է եղել։ Եվ ոչ ոք հորը այնպես չգիտի, ինչպես ինքը։ Եվ ինքն է, որ հոր ծոցում է եղել։ Առաջին Պետրոս 1:20-ում գրված է, որ նա նախքան աշխարհի ստեղծումը արդեն կար եւ երևաց մեզ համար, ինքը մարմնացավ մեզ համար։ Գրված է երևաց ժամանակների վերջում ձեզ համար։ Ահա մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը հաստատում է այն փաստը, որ Տեր Հիսուս Քրիստոսը եղել է նախքան մարմնով աշխարհ գալը։ Եվ նա, սա մի քիչ բարդ է հասկանալ, որովհետև ասում ենք Աստծու որդին, բայց նաև Աստված։ Բայց եկեք Աստծու խոսքից նայենք։ Եբրայեցիս 1:3, Եբրայեցիս առաջին գլուխ 3 խոսքը ասում է, որ Տեր Հիսուսը Հայր Աստծու փառքի լույսն է, փառքի արտացոլանքը եւ նրա էության արտահայտումը։ Ես հիմա զգում եմ այն պատասխանատվությունը, որ կա իմ վրա։ Գիտեք ինչի է այս ուսուցումը ավելի պատասխանատու, քան երեկվանը, որովհետեւ ես խոսում եմ մեկի մասին, ով արարիչն է, որ մարմնացավ եւ եկավ աշխարհ։ Եվ գրված է Աստծու էության երևացող արտահայտությունն էր նա։ Աստծուն ոչ ոք չի տեսել, բայց Քրիստոս իր երևացող արտահայտությունն էր։ Առաջին Տիմոթեոս 3:16 Աստված պաշտության խորհուրդը հայտնապես մեծ է, Աստված մարմնով հայտնվեց։ Խորհուրդ բառը այստեղ գրած է, ունի գաղտնիք իմաստը։ Սա գաղտնիք է, սա խորհուրդ է, սա դժվար է հասկանալ։ Եթե դուք մի փոքր ժամանակ հատկացնեք ու ուսումնասիրեք տիեզերքի մեծությունը, եւ Աստվածաշնչում գրված է, որ ամբողջ տիեզերքը Աստված իր ափի մեջ տեղավորում է, ուրեմն մենք հասկանում ենք տիեզերքի մեծությունը, հասկանում ենք Աստծու մեծությունը, հետո դժվար է լինում հասկանալ մի փոշեհատիկ մեր գալակտիկան, մի փոշեհատիկ է տիեզերքում, ել չասեմ մեր արեգակը, որ երկրից շատ անգամ մեծ է, բայց մեր երկիր մոլորակ ու երկիր մոլորակի վրա բնակվող մարդիկս այսքան փոքր եւ Աստված այնքան կարեւորեց, այնքան սիրեց մեզ, որ իր միածին որդուն ուղարկեց աշխարհ։ Բայց միևնույն ժամանակ խոսքն ասում է Աստված մարմնով հայտնվեց, այն նույն Աստվածն էր, որ եւ արարիչ Աստվածն է։ Կողոսացիս առաջին գլխի 15-ից 17-ում, այսպես է լինելու մեր սեմինարը, մենք փորձելու ենք, ես շատ բան չեմ այստեղ բացատրելու, մենք փորձելու ենք տեսնել Աստվածաշունչը ինչա մեզ սովորեցնում։ Եվ Կողոսացիս առաջին գլխի 15-ից 17 խոսքերում գրված է, որ նա Աստծու աներևույթ, չերևացող Աստծու պատկերն է, բոլոր արարածներից առաջ ծնված, եւ շատերս ծնված բառը չեն հասկանում, մտածում են Հիսուսը արարված է։
Գիտեք, մարդուց մարդ է ծնվում, բայց մարդը կարա այս սեղանը պատրաստի։ Եվ իրանից բխած, իրանից ծնված չի նշանակում արարված, որովհետև գրված է նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ երկնքում է եւ երկրի վրա։ Այնինչ երևում է եւ չի երևում, ամենը Քրիստոսով է ստեղծվել։ Եվ վերջում խոսքի գրված է, որ ամեն ինչ նրա միջոցով եւ նրա համար ստեղծվեց։ Երանի մենք հասկանանք այս խոսքերը, նա է ամեն ինչից առաջ, երբ որ ոչ մի բան չկար, նա կար։ Սա է նշանակում, նա է ամեն ինչից առաջ։ Եվ ամեն ինչ նրանով է իր տեղում։ Ես չգիտեմ ինչ են մարդիկ մտածում, ինչպես են այդ, օրինակ հենց մեր արեգակնային համակարգը, ինչ համաչափ մոլորակները պտտվում են, ամեն ինչ նրանով է իր տեղում, ամեն օրենքները նա է հաստատել։ Եվ ահա թե ում մասին ենք մենք խոսում, Աստծու որդին որպես արարիչ, բայց Աստծու որդին նաև որպես օգնական է եկել։ Եվ գիտեք, մենք խոսենք Տեր Հիսուսի գործերի մասին արդեն մարմնացած ժամանակ, բայց ես ուզում եմ իր մասին կարդանք, երբ որ ինքը դեռ չկար, արդեն իսկ օգնում էր մարդկանց, չկար ֆիզիկապես երկրի վրա, այսինքն մարմնացյալ կերպով, երբ որ Հիսուս մանուկը դեռ չէր ծնվել, բոլորս գիտենք, չէ, որ Մովսեսի ժամանակներում դեռ չէր ծնվել։ Եկեք բացենք առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը եւ ընթերցենք առաջին 4 խոսքերը, գիտեք, ընթերցեմ, լավ, եղբայրներ չեմ ուզում անտեղյակ լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի ներքո էին եւ բոլորն էլ ծովով անցան, բոլորը Մովսեսին հետևելով ամպի մեջ եւ ծովում մկրտվեցին ու բոլորն էլ նույն հոգեվոր կերակուրը կերան, բոլորն էլ նույն հոգեվոր ըմպելիքը խմեցին, որովհետեւ այն հոգեվոր վեմը, որից խմում էին, գիտեք, չէ, անապատում ժայռից ջուր էր բխում։ Եվ այստեղ գրված է այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, եւ այդ վեմը Քրիստոսն էր։ Տեր Հիսուս, դու մեզ համար հոգ ես տարել մարդկության արարման ամենասկզբից։ Նա ոչ միայն արարիչ է, նա ոչ միայն օգնական է, նա նաև օրինակ է։ Ուզում եք մի օրինակ էլ կարդանք իր օրինակ լինելու համար, նախքան մարմնանալը։ Եկեք բացենք Եբրայեցիս 11:26-ը։ Եբրայեցիս 11:26-ը, որտեղ խոսվում է Մովսեսի մասին, գիտեք ով էր Մովսեսը։ Մովսեսը ամբողջ Եգիպտոսի երրորդ մարդն էր իր իշխանությամբ։ Բայց գրված է, որ Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցումն էր ակնկալում, որովհետև հավատք ուներ ում հանդեպ։ Ես չգիտեմ ինչպես, բայց այստեղ գրված է Քրիստոսի նախատինքը, եւ ես հավատում եմ, որ Աստվածաշունչը ճշմարտություն է։ Մովսեսը ասեց ավելի լավ է ես չգիտեմ, այդպես հասկանում էր ինքը, թե խոսքն է այդպես ասում, բայց ենթադրենք, ավելի լավ է ես անցնեմ չարչարանքի ճանապարհով, քան վայելեմ այս Եգիպտոսի գանձերը։ Ես Աստծու կամքը կատարելու համար պատրաստ եմ անցնելու չարչարանքի ճանապարհով։ Եվ մերժում եմ այս կյանքի ժամանակավոր հաճույքները, եւ սա Աստվածաշունչը նկարագրում է, որ Քրիստոսի նախատինքը ավելի մեծ գանձ համարեց, ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև գիտեր, որ երկնքում է լինելու իր վարձքը։ Եվ կարծում եմ պատահական չի, որ այլակերպության լեռան վրա հենց Մովսեսը եկավ եւ խոսում էին Տեր Հիսուսի հետ, Մովսեսն ու Եղիան։
Կարծում եմ հետաքրքիր է։ Անցնենք երկրորդ մասին։ Տեսնում եք, արագացնում եմ ես։ Իրականում սա 1 ժամ պիտի տևեր այս ամենը, բայց կարծում եմ, որ լավ է ընթացքը։ Լավ։ Անցնենք երկրորդ մասին, որպեսզի շատ ժամանակ ձեզանից չխլեմ, թեկուզ ասեցի մինչև ձեր քնելը, բայց դա կատակ էր։ Կաշխատեմ ճիշտ ժամի մեջ տեղավորվեմ։ Երկրորդ բաժինը, առաջինը հիշում եք, նախքան մարմնանալը։ Երկրորդ բաժինը ինչ են բացահայտում մեզ մարգարեությունները։ Քրիստոսի մասին ինչ են բացահայտում մարգարեությունները։ Եվ աստվածաբանները, ես չեմ հաշվել, գիտեք չէ, մենք մեկ-մեկ այսպիսի բաներ եմ ասում, ու մարդիկ դնում հաշվում են, ասում են Արման եղբայր, սխալ ես ասում, տենց չի։ Հիմա ասում եմ, ինչ որ կարդացել եմ, չեմ հաշվել, ասում են մոտ 300 մարգարեություն կա հին կտակարանում Քրիստոսի մասին։ Տեր Հիսուսը ինքը խոսում է սրա մասին Ղուկասի ավետարան 24-ի 44 խոսքում, Ղուկաս 24-ի 44-ում ասում է, սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում եւ սաղմոսներում իմ մասին գրված բոլոր գրվածները։ Տեր Հիսուսը ինքը ասում էր, աշակերտներին սովորեցնում էր, արդեն հարություն առնելուց հետո հանդիպել էր եւ սովորեցնում էր ու ասում էր, որ լսեք իմ մասին ինչ գրված է, իրականանալու էր։ Եվ այս ամենը կատարվեց, որ այդ մարգարեությունները իրականանան։ Եվ շատ տարբեր թեմաներով, թե իր ծնվելը, որտեղ պիտի ծնվի, ինչպես պիտի ծնվի, թե հալածանքը, որ պիտի լինի, թե մանուկների կոտորածը, թե փախուստը Եգիպտոս, թե Եգիպտոսից վերադառնալը, 300-ի մոտ մարգարեություն, նախորոք գրված։ Ես կարծում եմ, եթե մարդը անհավատ լինի, ուղղակի վերցնի այդ մարգարեությունները եւ տեսնի դրանց իրականացման ճշգրտությունը, սա արդեն բավարար է, որ մարդը դառնա հավատացյալ։ Նույնը այսօր հայտնության գիրքը բացեք, մեր աչքի առաջ հայտնության գրքի մարգարեությունները իրականանում են մեր աչքի առաջ եւ փնտրող մարդը միշտ կգտնի։ Ուզում եմ խոսել մի քանի Տեր Հիսուսի որակների մասին, որ մարգարեությունների մեջ բացահայտվում է։ Օրինակ Էմանուել, ես Էջմիածնի Էմանուել եկեղեցու հովիվն եմ եւ այդ անունը կարծում եմ ոչ միայն Էմանուել եկեղեցու անդամներին է թանկ, այլ յուրաքանչյուր մարդու համար Էմանուել անունը պիտի թանկ անուն լինի, որովհետև Եսայայի մարգարեության 7:14-ում խոսում է, որ կույսը կհղիանա եւ մի որդի կծնի եւ նրա անունը կդնեն Էմանուել։ Իսկ Մատթեոսի ավետարան առաջին գլխի 23-րդ խոսքում բացատրվում է, որ Էմանուել նշանակում է Աստված մեզ հետ։ Իրականում մարգարեությունները, գիտեք, մարգարեությունները իրենց առանձնահատկություններ ունեն, որովհետև մարգարեությունների մեջ, այսպես Հիսուսը որ ծնվեց, իր անունը չդրվեց Էմանուել, դրվեց Հիսուս, որ նշանակում է փրկիչ։ Բայց Էմանուել նշանակությունը իրականացավ, իրագործվեց, որովհետև նոր խոսում ենք այն մասին, Աստված մարմնով հայտնվեց։ Ինձ իմ ամենասիրելի հատվածներից մեկը, որ ուղղակի ցնցում է, Եսայան իր մարգարեության 9-րդ գլխի 6-7 խոսքերում հետևյալն ասում, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունն իր ուսերի վրա կլինի եւ կկոչվի սքանչելի խորհրդական։ Ես զարմանում եմ, այդ երեխան գրված է ինքը կկոչվի հզոր Աստված։ Հետո ավելի ցնցող է հավիտենության հայր։ Հավիտենության հայր նշանակում է հավիտենությունը ստեղծողը։ Սա նշանակում հավիտենության հայր։ Այս երեխան
այո, այդ երեխան, հզոր Աստված, այո, հզոր Աստված։ Եթե ինչ-որ մեկը տրտմել է ու իր կյանքում խորհրդի կարիք ունի, ոնց փոխի իր կյանքը, գրված է, որ նա սքանչելի խորհրդականն է։ Եթե ինչ-որ մեկը խաղաղության կարիք ունի, իր սիրտը տագնապներով ու անհանգստություններով է լցված, գրված է, որ ինքը խաղաղության իշխանն է։ Եվ նրա իշխանությունը նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու։ Նա հավիտենական թագավոր է։ Ինչ են բացահայտում մեզ, շնորհակալություն, ինչ են բացահայտում մեզ մարգարեությունները։ Պայքար եւ պատերազմ։ Այս թագավորը, այս մանուկը, որ պիտի ծնվի, ինքը թագավոր է լինելու։ Եվ ինքը պայքարի ու պատերազմի մեջ է լինելու։ Բայց գիտեք, այդ պայքարն ու պատերազմը հասկանում էին հրեաները եւ մտածում էին, այն ժամանակ հռոմեական կայսրության մենք հայերս շատ լավ սա կհասկանանք, երբ որ օտար զավթիչները գալիս են ու քեզ դարերով պահում են իրենց իշխանության լծի ներքո։ Եվ հրեաները սպասում էին, իրենք գիտեին այս մարգարեությունները եւ սպասում էին, որ այս հզոր Աստվածը, հզոր թագավորը պիտի գա ու իրենց ազատի ինչից, հռոմեացիների տիրապետությունից, բայց ոչ, նա եկավ եւ ասեց, ես ձեզ ավելի ծանր տիրապետությունից եմ ազատելու, ես քեզ մեղքի, ես ձեզ բոլորիդ եկել եմ, որ մեղքի իշխանության, սատանայի խավար իշխանության լծից, ստրկությունից ազատեմ։ Եվ գրված է, գիտեք, Սաղմոսներում է գրված 69-րդ Սաղմոսի 9-րդ խոսքում շատ հայտնի տողեր են սա, սրանք գրված է ներողություն, սա մյուսներ 68-ի 17-ը, 68-17։ Գուցե սխալ եմ գրել, հիմա մի հատ արագ ճշտեմ։ 68 18 պիտի լինի, 68-18-ում է սա գրված, ոչինչ, այդտեղ ես կկարդամ, սա իմ սխալն է, ես եմ սխալ գրել համարը, գրված է վեր ելար բարձրը, գերեվարեցիր գերությունը, պարգևներ առար մարդկանց համար։ Ով է հիշում, որտեղ է սա գրված է Տեր Հիսուսի մասին, Եփեսացիս 4-րդ գլխում է գրված, որտեղ պարգևները տալուց հետո թվարկում է եկեղեցու պարգևները, եկեղեցու պաշտոնները, այդ հնգաթև ծառայությունը։ Եվ ասում է գերի բռնեցիր գերությունը։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է մարդիկ գերի էին, ինքը գերությունը գերի բռնեց։ Եվ սա հրաշալի է։ Եվ իսկ հաջորդը 69-ի 9-ում Տեր Հիսուսի մասին գրված է այս խոսքերը, որովհետև քո տան նախանձախնդրությունը կերավ ինձ։ Հիշում եք, երբ նա այս խոսքերը ասաց։ Երբ որ եկավ, տեսավ իր պաշտամունքի վայրը, որ իր հոր տունն է, որ աղոթքի տուն պիտի լինի, այնտեղ այնքան ցավալի է, որ այսօր եկեղեցին է իր պաշտամունքի վայրը եւ մտավ տաճար ու տեսավ այնտեղ առևտուր անողներ կան, լումայափոխներ, այսինքն change-ի աշխատողները, որ տարբեր երկրներից մարդիկ էին գալիս, իրանք փող էին փոխում, որտեղ էին փոխում, տաճարի մեջ, աղավնիներ էին վաճառում, չգիտեմ ինչեր էին վաճառում, իրանք տաճար չէին գալիս պաշտամունքի համար, իրանք տաճար գալիս էին, որովհետև շահ ունեին այդտեղից։ Եվ վերցրեց մի ճիպոտ սարքեց ու սեղանները շուռ տվեց ու բոլորին հանեց այդտեղից, ասեց ավազակների որ չեք դարձրել։ Այն տունը, որ աղոթքի տուն պիտի լիներ, սա իմ հոր պաշտամունքի տեղն է։ Եվ տեսնում ենք իր մասին նախորոք, տեսեք Սաղմոսներում, մարգարեություններում նախորոք կա ու
շատ են ու շատ գեղեցիկ հատվածներ կա, ուղղակի ես ընտրել եմ որոշները, որպեսզի մենք պատկերացում կազմենք ու մենք պաշտում, ինչպիսին է նա։ Հիշում եք, Ծննդոց 3:15-ում գրված է մի խոստում կա այստեղ, որ կնոջ սերնդից մեկը կգա եւ սատանայի գլուխը, սատանային ուղված խոսքեր, ասում է քո գլուխը կջախջախի, բայց դու նրա գարշապարը կխայթես։ Աստվածաբանները ասում են, որ բոլոր մարդիկ տղամարդու սերունդ են, բացի մեկից։ Եվ ասում են կնոջ սերունդ ասելով հենց Քրիստոսին ի նկատի ուներ։ Եվ մենք Կողոսացիս 2:15-ում տեսնում ենք, որ սա իրականացավ եւ ինքը այդ հոգևոր իշխանություններին ու պետություններին, հոգևոր սատանայի իշխանությանը գրվածը հայտնապես խայտառակեց եւ հաղթեց նրանց։ Մենք գիտենք, որ սատանան պարտված թշնամի է եւ Քրիստոս հաղթել է։ Եվ ահա մարգարեությունների մեջ մենք տեսնում ենք այս հզոր պատերազմողին, բայց նաև տեսնում ենք խոնար ծառային։ Զաքարիա 9:9-ում գրված է, որ նա որպես հեզ խոնար մարդ, թագավորը գալիս է, բայց նստած է էշի վրա, էշի ձագի ավանակի վրա։ Եվ մենք տեսնում ենք, որ այս մարգարեությունն էլ ճիշտ եւ ճիշտ իրականացավ։ Եսայիայի մարգարեության 42-րդ գլխի առաջին 7 խոսքերը ամենը չեմ կարդա, բայց ասում է ինքը այնքան հրաշալի է, ասում է, որ ինքը շատերին է օգնելու, Աստծո հոգին է իր վրա լինելու, բայց լսեք, ասում է չի աղաղակի, իր ձայնը չի բարձրացնի, ձայնը չի լսել տա փողոցներում, այսինքն ինքը շատ հեզ, խոնար կերպով, այնպես չի, որ Տեր Հիսուսը դրսում չէր քարոզում, սրա մասին չի, բայց իր վրա, իր հեղինակությունը չի բարձրացնելու, իր անձը չի մեծարելու եւ այսպիսի խոնար ու հեզ ծառայա լինելու։ Եվ Տեր Հիսուսը ասեց, ես չեմ եկել, որ ինձ ծառայեն, այլ ես եկել եմ, որ ես ծառայեմ։ Եվ իր աշակերտներին էլ ասեց, եկեղեցու առաջնորդներին, ապագա առաջնորդներին, առաքյալներին ասեց, լսեք, այս աշխարհն է, որ իշխում է, ասենք, աշխարհի մեջ է, որ ով բարձր է, ինքը իշխում է մյուսների վրա, բայց ձեր մեջ այդպես չպիտի լինի, ձեր մեջ ամենաբարձրը պիտի լինի բոլորի ծառան։ Եվ ասեց, այն օրինակը, որ ես թողեցի, սրան հետևեք։ Եսայիա մարգարեության 50-րդ գլխի 6-րդ խոսքում գրված է, որ այս խոնար ծառան իր թիկունքը տվեց իրեն հարվածողներին եւ ծնոտը մորուքը փետրողներին։ Այսպիսի խոնար, գիտեք, իր մեծությունը հասկանալով, իր իշխանությունը հասկանալով, այնպես չի, որ ինքը չէր կարա իրեն պաշտպաներ։ Հիշում եք, ասում է, հենց հիմա 12 գունդ հրեշտակ, դուք չեք տեսնում այդ հրեշտակներին, բայց ես տեսնում եմ, իրանք սպասում են իմ մի խոսքին, բայց ես կամավոր կերպով եմ իմ կյանքը դնում ձեզ համար, որ ձեր մեղքերի քավությունը այդ փրկագինը վճարեմ։ Գիտեք, երբ որ թույլը ուժ չունի, ու իրան տանջում են, իրան ծեծում են կամ իրան չեմ վախենա այս բառի համար, նվաստացնում են։ Ինչքան վատ բառ է, նվաստացնել բառը։ Արժանապատվությունը ոտնահարում են։ Ինքը ելք չունի, բայց եթե ելք ունի ու դա կրում է, հանուն իմ եւ քո հանդեպ սիրո, սա լրիվ ուրիշ բան է։ Դրա համար մենք պիտի ճանաչենք, ինքը թույլ երբեք չի եղել։ Ինքը ուժեղ է եղել։ Եվ ինքը այս ամենը կրել է իմ եւ քո համար։ Գիտեք, երբ որ մարգարեությունները մեզ բացահայտում են հաղթանակած թագավորի այս կերպարը, նաև խոնար ծառայի այս կերպարը, իրականում այս 300-ը իրականից շատ մոտ է 300-ին։
եւ ես կարայի ամեն մի թեմայի շուրջ տասնյակ այսպիսի համարներ բերեի։ Բայց այս հաղթանակած թագավորի եւ խոնար ծառայի կերպարը մեկ նպատակ ունի, որ մեր կյանքում ինքը դառնա մեր բարի հովիվը։ Եվ գիտեք, Եսայա 40-րդ գլխի 10-11 խոսքերում գրված է, որ նա հովվելու է եւ իր թևերի մեջ է հավաքելու իր գառներին եւ իր գրկում է կրելու նրանց։ Ինչպիսի հրաշալի նկարագրություն։ Եվ մենք գիտենք Տեր Հիսուսը Հովանու 10-րդ գլխի 11-րդ խոսքում ասաց, որ հենց ես եմ այդ բարի հովիվը, որի մասին բոլորդ կարդացել եք, հրեաները գիտեին այս մարգարեությունը։ Ես եմ բարի հովիվը, եւ բարի հովիվը, հիշում եք, վարձկան չի։ Վարձկանը, երբ որ տեսնում է գայլը գալիս է, ինքը թողնում է, որովհետև իր կյանքն է իր համար կարևոր, իսկ բարի հովիվը բարիա նրանով, որ իր կյանքը դնում է իր ոչխարների համար։ Եվ այս ամենը մենք սովորում ենք մարգարեություններից։ Ինչ հրաշալի, եւ շատ ավելին կա մարգարեությունների մեջ։ Բայց կարծում եմ, եթե մենք հիշենք հաղթանակած թագավորին, խոնար ծառային եւ բարի հովվին, նրա թևերի տակ է մարդկության ապահովությունը։ Կա Քրիստոսի լույսի թագավորությունը, կա սատանայի խավար թագավորությունը։ Եվ այն մարդիկ, ովքեր դեռ այս կամ այն պատճառով որոշում չեն կայացրել անցնելու դեպի լույսը, գալու Քրիստոսի իշխանության ներքո, իրենք գտնվում են խավարի իշխանության տակ։ Մարդը չի էլ գիտակցում դա, բայց կա ընդամենը երկու հոգևոր քաղաքացիություն։ Այս երկրի վրա շատ քաղաքացիություններ կան, բայց հոգևոր աշխարհում կա ընդամենը երկու քաղաքացիություն։ Մի բան հիշեցի, մի քիչ թեթևացնեմ, լավ։ Ես Եվրոպայում եմ ապրել եւ մի անգամ գնացի, ասեցի, ինձ լեզուն էլ այնպիսի երկիր էր, որ անգլերեն շատ չէին հասկանում, շատերը չէին հասկանում անգլերեն, ու ցույց տվեցի, ասեցի 2 հատ հաց տվեք, ինքը հանեց 3 հատ տվեց։ Ասում եմ 2 հատ, ասում եմ հա, 3։ Իր համար մեկը սա էր, երկուսը սա էր, 3-ը սա էր։ Ես սենց էի անում, ինքը միշտ 3 էր պատի, որովհետև մեկը սա, մեր համար մեկը սա է, չէ՞։ Իր համար մեկը սա էր, հիմա 2 ցույց տվեցի, ասի մարդ չիմանա 3։ Կա ընդամենը 2 հոգևոր իշխանություն։ Կամ դու Քրիստոսի իշխանության տակ ես, կամ դու սատանայի խավար իշխանության տակ ես, եւ Քրիստոս մարմնով եկել է աշխարհ, որպեսզի քեզ ազատի խավարի գերությունից։ Գիտես, դու Քրիստոսի իշխանության տակ չես մտնում, հենց ասում ես, լավ, ես ընտեղ չեմ, ես էստեղ եմ, այդպես չի։ Աստվածաշունչն ասում է, պիտի իրեն ընդունես քո կյանք։ Եվ պիտի ընդունես ոչ միայն շուրթերով, այլ պիտի ընդունես քո ամբողջ սրտով, եւ քո ընդունած լինելու ապացույցը իր խոսքի հանդեպ քո հավատքն է, որովհետև հավատքով ենք փրկվում։ Իսկ հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Շատերը հավատում են Քրիստոսին, որ ինքը եղել է։ Քրիստոսը ասում է, պիտի հավատաք, որ իմ խոսքերը ճշմարիտ են։ Եթե կարդամ այս հատվածը, լավ։ Սա Հովանես 8-րդ գլուխն, ասա իմ գրառումների մեջ չկա, 8-րդ գլուխ 31-32 խոսքերը գրված է, եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, ինչ որ մեկը հիմա պիտի քննի ինքը Քրիստոսի իշխանության տակ է, թե Քրիստոսի իշխանության տակ չի։ Գրված է, եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, պիտի ճանաչես իր խոսքերը, որ հավատարիմ մնաս։ Պիտի հավատաս իր խոսքերին, որ իմանաս հավատարիմ ես թե ոչ։ Ոչ թե քո պատկերացումներին, այլ իր խոսքերին, որ գրված են Աստվածաշնչի մեջ։ Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքերին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։
Ահա խավարի թագավորությունից ազատվելու ճանապարհը։ Իսկ եթե չճանաչես ճշմարտությունը, Քրիստոս ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, եւ ոչ ոք փրկություն չի ունենա, ոչ ոք հոր մոտ չի կարող գնալ, եթե ոչ ինձանով։ Ահա մեր փրկության ճանապարհը։ Երկրորդ մասն էլ ավարտեցինք։ Հիմա գանք երրորդին։ Լավ ենք գնում։ Կդիմանաք մինչև 6-ը։ Լավ, շատ լավ։ Եկեք խոսենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի, արդեն մարմնացյալ Քրիստոսի բնավորության եւ որակների մասին։ Գիտեք, ինչու է սա կարևոր, որ մենք ճանաչենք ինչպիսին է ինքը։ Ոչ միայն ով է ինքը, այլ ինչպիսին է ինքը։ Գիտեք, ինչու է կարևոր։ Երկու բան ասեմ։ Նախ գրված է, որ վերջին ժամանակներում շատ սուտ Քրիստոսներ են գալու։ Եվ ները հակաքրիստոսը ինքը գալու է, չի ասելու ես ներ եմ, բարև ձեզ, եկել եմ, հիմա աշխարհը կառավարելու եմ։ Ինքը գալու է իրան ներկայացնելու է որպես Քրիստոս, եւ ինքը լինելու է սուտ Քրիստոս։ Բայց այնքան նման է լինելու։ Հայտնության գրքում դե գիտեք այդ սատանան, գազանը եւ գազանի մարգարեն։ Եթե չեմ սխալվում, գազանի մարգարեի մասին է մեկ ուրիշ գազան, այսպես է գրված, որ գալիս է, գրված է ինքը շատ նման է լինելու գառի, բայց գազանի պես է խոսալու։ Այսինքն, եթե մենք միայն նայենք, հրաշքներ էլ գրված է, որ կանի, գրված է այնպիսի հրաշքներ անելու, որ երբեք դուք չեք տեսել այդպիսի հրաշքներ, Եղիանա միայն այդպիսի հրաշք արել, երկնքից կրակ իջեցնել կամ գազանին մահացու վերք են, այսինքն սպանելու են, ես չգիտեմ ոնց է լինել, գուցե կրակելու են, տեսնելու եք ուղիղ եթերով, որ ինքը 1000 մասի բաժանվեց, հետո հաջորդ օրը գալու է, ասի Աստված ինձ բժշկեց, ու իսկականից բժշկված է լինելու։ Ես չգիտեմ, գրված է մահացու վերքը կլավանա, այդպես է գրված։ Եվ շատ հեշտ է լինելու խաբվելը, եթե մենք չճանաչենք, գիտեք կեղծ դրամները, որպեսզի տարբերենք, մենք պիտի օրիգինալը, իսկականը ճանաչենք, ինչպիսին է, որ կարողանանք համեմատել կեղծը, եւ շատ կարեւոր է, որպեսզի մենք ճանաչենք Քրիստոսին, ինչպիսին անա, որ կարողանանք տարբերել հակաքրիստոսին։ Սա առաջինը, երկրորդը, մենք հանձնարարություն ունենք նմանվելու Քրիստոսին։ Հենց Եփեսացիս 4 գլխում է գրված, որ հոգևոր կյանքի նպատակը նա է, որ ամենքս աճենք դեպի գլուխը, դեպի Քրիստոս, որ կերպարանակից լինենք նրան, այսինքն նմանվենք նրան։ Հիմա ինչպես նմանվենք։ Ինչպես իմանանք մենք աճում ենք թե ոչ, եթե չունենանք չափանիշը։ Եթե դու ունես չափանիշը, կարող ես քեզ քննել անցած տարի, այս տարի, 1 ամիս հետո կամ 10 տարի հետո ես ուր եմ գնում, ես ավելի նմանվում եմ, չգիտեմ, ոնց է որ մի մոդել դառնում է օրինակ, թե եղբայրների մասին ասեմ, թե քույրերի, սկսում են, ասենք, մոդա է այդ տեսքը ունենալու, բոլորը փորձում են այդ մոդելի տեսքը ունենալ։ Եվ արդեն գնում են հայլու մեջ կանգնում են, նայում են, իրանք նմանվում են թե ոչ։ Պլաստիկ միջամտություններ են անում, չգիտեմ ինչեր են անում, տղաները գնում են ջիմ, որ նմանվեն այդ կերպարին, որին ուզում են նմանվել։ Հիմա մենք, մեր խոսքը, մեր հայելին Աստծո խոսքն է։ Մենք պիտի իրան ճանաչենք, որ հետո մեզ նայենք այդ հայելու մեջ, տեսնենք մենք նմանվում ենք, թե չենք նմանվում։ Մեր հանձնարարությունն է Քրիստոսին նմանվելը։ Եվ գիտեք, մարմնացյալ Տերը արդեն ոչ թե իր աստվածային որակներով էր հանդես գալիս, այլ իր մարդկային որակներով էր հանդես գալիս, եւ սրանք սքանչելի որակներ են, որոնցից առաջինը ուզում եմ խոսել սրբության մասին։ Գրված է, որ նա մեղք չգործեց, առաջին Պետրոս 2:22-ում, եւ նենգություն չգտնվեց նրա բերանում։ Եվ սա Եսայի 59-ի 53-9 ինչ եմ ուզում ասել, նրա վրա մեղք չկար, բայց նա մեր բոլորի մեղքը վերցրեց իր վրա։ Հիմա ինչով պիտի նմանվենք։ Գրված է, որ այդպիսի մարդ չկա, որ ասի ես մեղք չեմ գործում։
Հիմա ինչով պիտի նմանվենք։ Սիրելիներ, եթե դուք մտածում եք սրբությունը մեղք չգործելն է, դուք սրբությունը չեք հասկացել։ Որովհետև եթե սրբությունը մեղք չգործելն է, ուրեմն ոչ ոք չի կարող սուրբ կյանքով ապրել։ Սրբությունը Քրիստոսի վերաբերմունքն ունենալն է մեղքի հանդեպ։ Սրբությունը այս աշխարհի նման չմտածելն է։ Սրբությունը այս աշխարհից զատված լինելն է, որը զատվում ենք ոչ թե որ հավաքվում ենք բոլորով մեկտեղ աշխարհից չենք, չէ։ Մեր վերաբերմունքը մեղքի հանդեպ դառնում է Քրիստոսի վերաբերմունքը։ Ինչպիսի վերաբերմունք ուներ Քրիստոս մեղքի հանդեպ։ Ատելության։ Եվ մենք նույնը պիտի ունենանք։ Եվ եթե ուզում ես քննել քո մեջ կա ատելության վերաբերմունք, թե դու աշխարհի պես սիրում ես մեղքը, դու տես քո սրտում ապաշխարող հոգի կա թե ոչ։ Երբ որ դու մեղք ես գործում, դու ուզում ես մարդկա մեղք է գործում, ասում է դե ջուրն ընկնողը անձրևից չի վախենում, անպայման կապաշխարեմ, քանի որ ընկել եմ ջուրը, մի քիչ վայելեմ, որովհետև սիրում եմ, հետո անպայման կապաշխարեմ։ Վախեցիր։ Շատ կոպիտ օրինակ է, բայց աստվածաշնչյան օրինակ, ասում է խոզին, երբ որ լվանում ես, մաքուր, ինքը ինչ է ման գալիս։ Ցեխաջուր։ Ինքը վազում է ու ինքը հաճույք է ստանում, չլփ, ընկնում է ու ասում է վայ ինչ լավ է այս ցեխոտ վիճակը։ Սա աշխարհն է։ Եվ Աստված ասում է ես մաքրություն եմ սիրում, հիշում եք սպիտակ բեհեզը, սուրբերի արդարությունն ասա, սպիտակ, մաքուր, սա հոգևոր շորերի մասին է խոսքը, եւ դա ոչ թե որ մարդը կա մեկը, որ ձեր շորերը չի կեղտոտվում, չէ՞։ Հիմա ինչն է տարբերությունը, երբ որ մարդը փնթի է ու որ կեղտոտվում է, իրան էդի չի անհանգստացնում, տեսել եք չէ՞ մարդիկ, որ իր շորերը կեղտոտվում են, դա իրանց չի անհանգստացնում։ Չկա, չեք տեսել այդպիսի մարդիկ։ Տեսել եք։ Բայց կա որ կեղտոտվում է, Աշոտ եղբայրը օրինակը բերեմ։ Այս 2 օր առաջ եկավ Աշոտ եղբայրս, չգիտեմ, խնձոր էր, մի ամիտ ընկել էր վրան, նստած էինք, թողեց մեզ, գնաց։ Էնպես մաքրեց, եկավ հետքը չէր երևում։ Ասում եմ, ո՞նց արեցիր, ասաց, ես դա իրեն բաստան, ես դա գիտեմ։ Մարդը չի հարմարվում եւ ապաշխարած մարդը սրբությունը սա է սիրելիներ, որ դու չես կարա չկեղտոտվես, քանի ես աշխարհի մեջ ենք, մենք ապահովագրված չենք մեղք գործելուց, բայց մենք կարող ենք մեզ մաքուր պահել, որովհետև առաջի Հովանու առաջին գլխում գրված է, որ մենք եթե բերում ենք լույսի մեջ, եթե մենք խոստովանում ենք մեր մեղքերը, նրա արյունը սրբում է մեզ ամեն մեղքից, ամեն անիրավությունից, ապաշխարող մարդու համար։ Ոչ թե մնաս ցեխաջրի մեջ ասես, ես շնորհքի տակ եմ, Տերը ինձ կների։ Գրած չի այդպիսի բան։ Գրածա ոմանք շնորհքը, Աստծո շնորհքը անառակության ծածկոց են դարձնում։ Բայց այդպես չպիտի լինի։ Եվ Աստված նայում է մեր հավատքին։ Մեղք ամեն մեկի կյանքում կարա լինի։ Բայց Աստված մեղքին չի նայում, Աստված նայում է քո վերաբերմունքին մեղքի հանդեպ։ Ուզում ես մաքրվես, խոստովանես, հեռանաս մեղքից, ազատվես այդ մեղքից, թե գրկել ես ամուր, սիրում ես, փայփայում ես, թաքցնում ես, որ ոչ ոք չիմանա, հետն էլ արդարացնում ես, ասում ես, ես մեղավոր չեմ, Ադամը ինչ արեց, հիշում եք, ես մեղավոր չեմ, այս կինն է մեղավոր, որ դու տվեցիր։ Ապաշխարությունը սկսում է այս բառերից, ես մեղավոր եմ։ Ներիր ինձ եւ ինձ ուժ տուր, որ ազատվեմ, ես չեմ ուզում քո առաջ մեղքի կյանքով ապրել։ Սրբություն, սիրելիներ, սրբությունը Տեր Հիսուսի որակն է եւ ամենածանր պահերին, հիշում եք, Տեր Հիսուսի գրված է հոգիս մահու չափ տրտմած է, սա Գեթսեմանի պարտեզի իր աղոթքն է, ասում էր ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի։
Եթե դուք ուզում եք իմանաք, դուք սրբության մեջ եք, թե ոչ, երբեմն մարդիկ ասում են Տեր, ինձ ասում են, ես չեմ խնդրում Աստծուց ինչ-որ բան, որովհետև վստահ չեմ, որ իմ կամքով կանի։ Ամենազավեշտալի բանը, որ ես լսել եմ իմ ծառայությունների արդյունքում, ինձ ասել են Արման եղբայր, դու մեր հավատքը կոտրում ես, ասում եմ ինչու, ասում եմ որովհետև որ ասում ես վերջում ասեք թող քո կամքը լինի Աստծուն։ Այդտեղ ես սկսում եմ կասկածել իմ ասածը կլինի թե չէ, ասում եմ չհասկացա, ասում եմ բա որ ես վստահ եմ որ իմ ասածը կլինի, ինքը կլինի, տենց մոլորություն կա, որ ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչ ես ասում։ Եթե ամենայն վստահությամբ ասես չկասկածես կլինի։ Սենց մոլորություն կա իհարկե։ Եվ իրանք ասում են, երբ որ դու սովորեցնում ես վերջում ասեք թող քո կամքը լինի, թող իմ կամքը չլինի, ես շատ եմ ուզում այս բանը, ես իրոք տենց եմ սովորեցնում, ասում եմ աղոթեք ձեր սրտի ցանկությունները բացեք Աստծո առաջ, ասեք շատ եմ ուզում սա, շատ եմ ուզում սա, շատ եմ ուզում սա, բայց եթե իմ ուզածները քո կամքի մեջ չի, թող քո կամքը լինի։ Ասում են հավատքներս կոտրում ես։ Ուզել ասես մի լսեք ինձ։ Բայց Տեր Հիսուսն էր այդպես սովորեցնում։ Եվ ինքը իր ծանրագույն իրավիճակի մեջ ասում էր ես շատ եմ ուզում որ այս բաժակը հեռացնես ինձանից, բայց ոչ թե իմ կամքով, այլ քո կամքով։ Եթե դու որոշել ես որ ես պիտի անցնեմ սրանով, օրհնյալ լինի նրա կամքը։ Եվ գրված է նրա կամքը միշտ բարի է, հաճելի եւ կատարյալ։ Եվ ահա սրանով դու կարող ես տեսնել դու սրբության մեջ ես, թե ոչ, որովհետև սրբության մեջ ապրողները գերադասում են Աստծու կամքը իրենց շահից, իրենց ապահովությունից, իրենց օգուտից, իրենց ցանկություններից, թող քո կամքը լինի։ Երկրորդ որակը հեզություն ու խոնարհություն, որ մենք տեսնում ենք Աստվածաշնչում։ Տերը ասում էր Մատթեոս 11:29-ում գրված ասում էր սովորեք ինձանից, որ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ եւ ձեր հոգիներին հանգստություն կգտնեք։ Այս աշխարհը չի սիրում հեզություն ու խոնարհություն։ Այս աշխարհը հեզությունն ու խոնարհությունը շփոթում է թուլության հետ։ Հեզ ու խոնարհ մարդը թույլ է, ուժեղ է, մի հատ թող մեկը փորձվի։ Տերը ուրիշ բաներ սովորեցնում։ Արդեն տեսանք իրանից ուժեղը չկար եւ ինքը ասում էր սովորեք ինձանից, որ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Եվ սա թուլություն չի, սա մեծահոգություն է։ Սա դիմացինի հանդեպ սերն է, ներումը, կարեկցանքը, իրեն չարին չարով չպատասխանելը։ Եվս մեկ որակ, նվիրվածություն եւ կարգապահություն։ Ես շատ եմ հիանում Տեր Հիսուսի նվիրվածությամբ ու կարգապահությամբ, որովհետեւ ինքը հստակ նպատակի համար էր եկել։ Անկամ ինքը իմանալով, որ ամբողջ մարդկության փրկիչն է, հիշում եք այն հեթանոս Փյունիկ ասորիկին, որ եկավ իր աղջկա համար խնդրում էր, ասեց ես չեմ եկել, հիմա իմ ժամանակը չի, որ քեզ քո երեխու համար, ես եկել եմ Իսրայելի տան համար, ես եկել եմ, որ աշակերտներ բարձրացնեմ, ինքը այդպես չի ասում, բայց հետո ենք տեսնում, որոնց հետո ուղարկելու եմ մինչև աշխարհի ծայրերը, բայց հիմա իմ գործը սա է, ես չեմ շեղվելու իմ գործից։ Ինքը հստակ գիտեր իր առաքելությունը, մարդկության փրկությունն էր, բայց դրա համար ինքը պիտի պատրաստեր աշակերտներ եւ ինքը գիտեր որտեղ պիտի պատրաստեր։ Հեքիաթներ կան իհարկե, դրանք առասպելներ են ու հորինվածքներ, թե Հիսուսը այստեղ է եղել, 12 տարեկանից մինչև 30 տարեկան է այնտեղ է եղել, չգիտեմ, հորինվածքներ, որոնք աստվածաշնչյան ոչ մի հիմք չունեն։ Ինքը եկել էր հստակ նպատակով եւ ցնցող է իր կարգապահությունը, ինքը գիտեր որ ժամին ինչ էր անում, իր աղոթքի ժամը, իր փառաբանության ժամը, սովորենք Տեր Հիսուսից աղոթքին ժամանակ հատկացնել, սովորենք օրհներգությանը, փառաբանությանը, գրված է օրհներգում էր ինքը, սաղմոսներ էր երգում։
Եվ մենք պիտի սովորենք սա։ Այնքան եմ ես սիրում, ես գիտեմ քույրերը երգելու խնդիր չունեն, այնքան եմ սիրում, երբ որ եղբայրներն են երգում եկեղեցում։ Ու այնքան է սիրտս ցավում, որ տեսնում եմ մի եղբայր կանգնած է ոնց որ ամոչի երգելուց։ Եթե կա մեկը, ում արժի երգել, ասա աշոտ եղբայր, դա Տերն է։ Եվ տղամարդը, որ աղոթում է, ինչու եմ սա ասում, որովհետև քույրերին ոչ թե ինչ-որ դիսկրիմինացիա եմ անում, այլ քույրերը այդ խնդիրը չունեն, տղամարդը, որ աղոթում է, ես կարծում եմ, որ սա մի զորավոր բան է, որովհետև տղամարդը իշխանություն ունի իր տան վրա։ Աղոթող տղամարդ, Քրիստոսին երգով փառաբանող տղամարդ, ահա կերպարը, որին մենք պիտի նմանվենք, սիրելի եղբայրներ, որին արդեն նմանվել են քույրերը, որտեղ այդ խնդիր չունեն իրանք։ Եվ գնանք առաջ, անցնում եմ, արագացնում եմ։ Մենք խոսեցինք Քրիստոսի անձի վերաբերյալ, հիմա խոսենք իր վերաբերմունքը Հայր Աստծու հանդեպ։ Եվ գիտեք, առաջինը, որ մենք տեսնում ենք, սեր երկնային Հոր հանդեպ, որ մենք նույնպես պիտի ունենանք, սրանով էլ պիտի նմանվենք։ Բայց այդ սերը մեր պատկերացրած սերը չի։ Որտեվ շատ-շատերը սեր ասելով, օրինակ ասում են, ես այս մարդուն չեմ սիրում։ Ասում եմ, ինչի՞։ Ասում եմ, դե չեմ զգում ոչ մի բան այստեղ։ Ոնց որ sense սերը էդի չի։ Զգալը չի սերը։ Բայց եկեք կարդանք, տեսնենք ինչպես էր Տեր Հիսուսը, ուզում եք իմանալ ինչպես էր Տեր Հիսուսը սիրում իր երկնային Հորը։ Եկեք բացենք Աստվածաշնչերը Հովհաննեսի ավետարան 14:31-ը գրված է, որ սակայն որպիսի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը ինձ պատվիրեց։ Ինչ հրաշալի է։ Այսքան պարզ, որպիսի աշխարհը իմանա, որ ես սիրում եմ Հորը, ես անում եմ այնպես, ինչպես նա պատվիրեց։ Այս նույն գլխում Տերը 4 անգամ ասում է, եթե ինձ սիրում եք, հիմա մենք Քրիստոսին սիրում ենք։ Վայ մեր ազգը այնքան շատ է Քրիստոսին սիրում, դուք չեք պատկերացնի, ասում է մեռնեմ իր զորությանը։ Ասում է թե չի ասում։ Շատ է սիրում։ Գիտեք 4 անգամ նույն բանն է ասում, 4 անգամ ոնց որ ուզում ասի դուք որ ինձ սիրում եք, իմացեք իսկական սերը իմ հանդեպ ինչ է նշանակում։ Ասում է եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, 4 անգամ էլ ասում է, եթե իմ պատվիրանները չեք պահում, ուրեմն ինձ չեք սիրում։ Ես էլ եմ ձեզ սիրում, ես ձեզ այնքան եմ սիրում, որ իմ կյանքն եմ դրել, որ ձեզ փրկություն պարգևեմ, որ մենք միասին բոլորով երկնքում իրար հետ լինենք, որ մեկը պակասած չլինի այն օրը, որ մեկը չտենանք, որ դժոխքի կրակների մեջ, հավիտենական այդ կրակե լճի տանջանքների մեջ տանջվում է, ձեզ այդքան սիրում եմ, սիրել եմ եւ իմ գործը խոսում է, իմ ապացույցը, իմ զոհն է, որ ես արել եմ հանուն ձեզ։ Հիմա դուք Քրիստոսին սիրում եք, ուրեմն նրա պատվիրանները պահեք, նրա խոսքերը պահեք։ Եվ ասում է, ես Հորը սիրում եմ, եւ դա երևում է նրանով, որ ես իր ասածները անում եմ, սրանով է երևում։ Եվ մենք նույնպես, եթե Աստծուն սիրում ենք, եթե ինչ-որ մեկը կանգնում է ու ասում է, գիտեք, քանի մարդու հետ, որ քրիստոնյայի հավատք չունի, այս հնազանդության հավատքը չունի, երբ որ խոսում եմ, ասում է, դու գիտես Աստված ինչեր է արել իմ կյանքում, դու գիտես ինքը ինձ ինչերից է ազատել, ասում եմ, շատ լավ, իսկ դու իրան սիրում ես, բա ոնց չեմ սիրում, բա երանի բացվեն մարդկանց ականջները եւ ոչ թե իմ խոսքերը լսեն, ասեն, այս մարդը ինչ է խոսում, բացեն, կարդան Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխը ու տեսնեն Աստված իրանց ինչ է ասում։ Եթե ինձ սիրում եք, ինձ սիրել չսիրելը չի երևում ձեր շուրթերով, ձեր ասած խոսքերով, ինձ սիրել չսիրելը երևում է իմ խոսքերը
այո, պահելով, իմ պատվիրանները պահելով, իմ կամքը կատարելով Տեր Հիսուսը զգուշացրեց, ասեց, անգամ ինձ Տեր, Տեր ասելով երկնքի արքայություն չեք մտնի, այլ իմ հոր կամքը կատարելով։ Ահա այսպիսի մարդիկ են փրկվելու, եւ Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն։ Գրված է նա քավություն է մեր մեղքերի համար, բայց ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի։ Սա առաջին Հովհաննես 2-րդ գլխի առաջին 2 խոսքերն են։ Մարդկանց հանդեպ վերաբերմունքը կրկին տեսնում ենք սեր։ Եվ Հռոմեացիս 5:8-ում գրված է, երբ դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ։ Հովանու 15:13-ում գրված է, որ սրանից մեծ սեր չկա, երբ որ մեկը իր կյանքը դնում է իր բարեկամների համար։ Տեսնում ենք նրա կարեկցանքը, հիշում եք, ով է հիշում Հիսուսը երբ է լացել։ Ղազարոսի, երբ որ գերեզմանում էր, Ղազարոսը հուզվեց, լաց եղավ, եւ նաեւ Երուսաղեմ գալուց, երբ որ տեսավ Երուսաղեմը ու հասկացավ, գիտեք, այդ օրը մենք տոնում ենք, չէ՞, ծաղկազարդը, որ այսպես ճյուղերով, արմավենիներով իրենց հագուստներն են, ինքը լացեց։ Ասեց, հա, դուք տոնում եք հիմա, բայց դուք չգիտեք, ես գիտեմ, որ դուք մեկ շաբաթ հետո խաչելու եք ինձ, ասելու եք այն ավազակին արձակի Հիսուսին խաչի, եւ լացեց, ասեց, դու, այս խոսքերը ես կուզեմ արձագանքեն մեր սրտում, ասեց, դու չհասկացար քեզ այցելության ժամը, դու չհասկացար ով է քեզ այցելել, եւ գիտեք, ես հավատում եմ, որ Տեր Հիսուսը նույնպիսի լաց ունի իր սրտում, երբ որ ինչ-որ մեկին շատ է սիրում, ուզում է փրկի, լսում է այս խոսքերը, այդ մարդը լսում է այս խոսքերը, այդ մարդը գիտի, որ այս ամեն ինչը ճշմարտություն է, բայց աշխարհը ավելի շատ է սիրում, ասում է, ես չեմ կարա Հիսուսի ասածով ապրեմ։ Ինքը լացում, ասում է, դու չհասկացար քո այցելության ժամը։ Որովհետև գրված է, երբ որ մենք այսքան հասկանալուց հետո կրկին գիտակցաբար գնում ենք մեղքի, մենք կրկին Աստծու որդուն խաչն ենք բարձրացնում։ Մենք ենք խաչը բարձրացրել։ Մեր մեղքերն են նրա խաչ բարձրանալու պատճառը եղել։ Բայց Տերը հուզվում էր, լաց էր լինում, ներում էր, համբերում էր, եւ այսօր էլի է համբերում։ Չի դատապարտում, ասում է, ես քեզ չեկա դատապարտելու։ Ես չեմ եկել, որ քեզ դժոխք կուղարկեմ, ես եկել եմ, որ քեզ փրկեմ։ Դու սենց թե նենց դժոխք ես գնում, ես եկել եմ, որ քեզ փրկեմ։ Ես եկել եմ քեզ խավարի իշխանությունից փախցնեմ, ազատեմ, ազատագրեմ։ Ես սրա համար եմ եկել։ Ինչքան համբերատար էր, ինչքան մեղմ, նրբանկատ, մեղավորների հանդեպ, անգամ իրան մեղադրում էին, գիտեք, ասում են, գնում է, ձեր աշակերտներին էին ասում, ձեր վարդապետը գնում է մեղավորների հետ հաց է ուտում։ Բա որովհետև ասում էր, ես չեմ եկել առողջների համար, ես եկել եմ հիվանդների համար։ Եթե ինչ-որ մեկը կա, որ ասում է, ես արժանի չեմ Քրիստոսի աշակերտը դառնալու, այնքան վատ բաներ եմ արել, հենց դու ես արժանի։ Հենց քո նման մարդիկ, ասում է, ում շատ ներվեց, նա շատ սիրեց։ Եվ այն մարդիկ, ովքեր մերժված էին բոլորի կողմից, ինքը վերցնում էր դիտավորյալ, ասենք Զաքեոսը։ Ես գիտեմ, այդ օրը շատերը կուզեին Հիսուսը իրենց տանը հաց ուտեր։ Ասեց, ես Զաքեոսի տուն եմ գնալու։ Զաքեոսը դավաճան էր։ Մենք, ասենք, որպեսզի պատկերացնենք ով էր Զաքեոսը, լավ, ասենք, հռոմեացիները գրավել էին, իշխում էին Հրեաստանի վրա, ոնց որ ասենք թուրքերը պատկերացրեք ժամանակներ, որ Հայաստանը Օսմանյան կայսրությունում էր, թուրքերը նոր գրավել էին, հələ հարյուրավոր տարիներ չէր, որ նույն երկրում ապրում էին, նոր գրավել էին, թշնամին եկել գրավել էր ու դնում է հայերից մեկին,
հարկահավաք թուրքերի համար։ Պատկերացրիք, այս էլ թուրքերի հարկը, ասենք, չգիտեմ, ձեր փողով ասեմ, $1000 էր, գալիս էր ամեն մեկից 4000 էր վերցնում։ Հայեր։ Էդի Զաքեոսն էր, ժողովուրդ։ Էդի Զաքեոսն էր, ու ինքը ապաշխարությունը իր ցնցող էր, ասեց, ում զրկել եմ քառապատիկն եմ վճարելու, եւ Տերը ասեց, այսօր այս տանը փրկություն եղավ, եւ հենց այդտեղ է, որ ասում է, մարդու որդին հենց սրա համար է եկել, մարդու որդին եկել է կորածին որոնելու եւ ապրեսնելու համար, եւ հենց Զաքեոսի պատմության մեջ է սա ասում։ Ինչպիսին է մեր Տերը, ուղղակի ցնցողը, ինչքան է համբերում, ինչքան է սիրում է նրան, ով ինքը իրեն չի սիրում արդեն, ինքը սիրում է այդ մարդու։ Բայց նաև խիստ էր կեղծավորների հանդեպ։ Մենք այդքան քաղաքավարի չէինք, ավելի ճիշտ մենք, սխալ ասեցի, մենք շատ քաղաքավարի կգտնվեինք կեղծավորների հանդեպ եւ երբեք չէինք ասի իժերի զավակներ, հա, դուք ձեր սատանահորից եք, օձերի սերունդ, մենք այս բառը չենք օգտագործում, բայց Տեր Հիսուսը ասում էր, նայեք ձեր գործերին, եւ գիտեք ում էր ասում, մեղավորներին չէր ասում, նրանց ովքեր գիտեին ճշմարտությունը, բայց իրանց ձեռք չէր տալիս այդ ճշմարտությունով ապրելը, ասում էր, եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա տեսնում եք, եւ ձեր որակի մարդկանց ես մերժում եմ, ես եկել եմ կույրերի աչքերը բացելու, բայց եթե դու տեսնում ես ճշմարտությունը ու քեզ ձեռք չի տալիս ճշմարտությունը, շատ խիստ էր այսպիսի մարդկանց հանդեպ։ Չորրորդ բաժնում խոսելու ենք Տեր Հիսուսի արժեհամակարգի մասին եւ սկզբունքների մասին։ Գիտեք, սկզբունքները, լսել եք, սկզբունքային մարդ։ Սկզբունքները բխում են արժեհամակարգից։ Եվ Եփեսացիս 4 գլխի 20-ից 24 խոսքերը, եթե տեսնենք, գրված է, որ դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք։ Այսինքն, մենք Պողոս առաքյալը դիմում է եփեսացիներին ու ասում է՝ մի նմանվեք ձեր հին ժամանակների կյանքին, Քրիստոս ձեզ իր սկզբունքները եւ իր արժեհամակարգն է փոխանցել։ Գիտեք, Տեր Հիսուսի, երբ որ ուսումնասիրում է այս թեման, հասկացա, որ Տեր Հիսուսի ողջ արժեհամակարգը հիմնված էր այս մեկ արտահայտության վրա՝ Հայր Աստծու կամքը։ Հայր Աստծու կամքը։ Ամեն ինչ բխում էր սրանից։ Եթե մենք ուզում ենք հասկանալ մեր արժեհամակարգը, տարբեր մոտեցումներ կարող են լինել, բայց հիմքում ինչու ես դու այսպես անում եւ այնպես չես անում։ Ինչու ես այս առաջարկությունը ընդունում եւ այն մեկը չես ընդունում։ Ինչու է որ քո կյանքում կան բաներ, որ երբեք չես անի։ Օրինակ, մարդու արժեհամակարգը կարող է ձևավորվել իր դաստիարակության արդյունքում կամ կրթության արդյունքում, կարդացած գրքերի շնորհիվ, տարբեր միջավայրի ազդեցության ներքո, միջավայրը կարող շատ բան ճնշի, դա ամոթ լինի ու դու դա չանես, բայց Քրիստոսի արժեհամակարգը միջավայրի ճնշման ներքո չէր, եւ ոչ էլ ավանդությունների, ոչ էլ ընդունված կարգի, ինքը ամեն բան անցկացնում էր այս պրիզմայի միջով, որն է իմ հոր կամքը։ Եվ գրված է, որ Աստված երկնքից երբ որ խոսեց, ասեց այ իմ սիրելի որդին, որ ունի իմ ողջ բարեհաճությունը, որովհետև ինքը հավանում է իր կամքը կատարողներին։ Առաջինը, որ ուզում եմ խոսել, սիրելիներ, դա Տեր Հիսուսի կյանքում, սա շատ հետաքրքիր է, Աստվածաշնչի անսխալականության սկզբունքն է։ Ես զարմանալիորեն հանդիպել եմ քրիստոնյաների, որոնք ասում են մենք քրիստոնյա ենք, բայց կասկածում ենք Աստվածաշնչի վրա։
Պատկերացնում եք մի մուսուլման գա, ասի ես մուսուլման եմ, բայց կասկածում եմ Ղուրանը ճիշտ է թե ոչ։ Բոլոր մուսուլմանները կմտածեն, որ իր հետ մի բան այն չի, որովհետև մուսուլմանությունը սկսում է Ղուրանից, քրիստոնեությունը սկսում է Աստվածաշնչից։ Եվ Տեր Հիսուսը խոսում էր Աստվածաշնչի մասին, խոսում էր, իհարկե այն ժամանակ դեռ Նոր Կտակարանը գրված չէր, բայց խոսում էր Աստծու գրավոր խոսքի անսխալականության մասին։ Եվ մենք տեսնում ենք, որ շատ անգամ ինքը օգտագործում էր այս խոսքերը։ Չեք կարդացել։ Ինչ է նշանակում չեք կարդացել, կամ գրված է, եւ կրկին աստվածաբաններն են, լավ չասեմ ինչքան մեջբերումներ կա, բայց ասում են, որ 24 տարբեր գրքերից Քրիստոս իր ուսուցումների մեջ մեջբերում է կատարել 5 կտակարանյան գրքերից։ Հաստատել է 10 պատվիրանները։ Ոմանք չեն հավատում, օրինակ անհավանական պատմություն կա, այսպես Հովնանի պատմությունը, որ ձկան փորում 3 օր մնաց։ Ինձ համար սա ամենաարժանահավատ պատմությունն է, որովհետև այս տիեզերքի ամենազորեղ ու գեղեցկագույն անձնավորությունը, որ իրենով է ամենը արարվել, խոսում է այս մասին։ Իր հարության որպես հաստատում, ասում է ինչպես Հովնանը 3 օր մնաց ձկան փորի մեջ, այնպես մարդու որդին 3 օր հետո հարությունը առնելու։ Եվ անգամ ասում է, եթե ես հարություն չառա, ուրեմն իմ ասածներին կարող եք չհավատալ։ Դուք պատկերացնում եք, ինչ որ մեկը գալիս է, ոչ թե ասում է ես կմեռնեմ, հետո հարություն կառնեմ, այլ հստակ ասում է շուտով լինելու է դա եւ դուք տեսնելու եք, եւ եթե ես 3-րդ օրը հարություն չառա, կարող եք իմ ասածներին չհավատալ, բայց եթե առա, ուրեմն ամենը, որ սովորեցրեցի ճշմարիտ է։ Մարկոսի ավետարան 7:13-ում, դա մինչև քանի որ մենք հերթականությամբ ենք գնում, գիտեք, Ծննդոց 3:1-ում Սատանայի մասին գրված է, որ ինքը շատ խորամանկ էր։ Եվ այդ խորամանկությունը երևաց այս խոսքերի մեջ, երբ որ մոտեցավ Եվային ու ասաց, իսկապես Աստված ասել է, պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Իր խորամանկությունը երևում է հենց սրանում, ինքը ծռում է Աստծու խոսքը։ Աստված չէր ասել պարտեզի ոչ մի ծառից մի կերեք, Աստված հստակ ծառից էր ասել, այս ծառից չուտեք։ Բայց մոտեցումը այսօր էլ մեզ է մոտենում, այսօր էլ մարդկությանն է մոտենում, ասում է հավատա Քրիստոսին, բայց Աստվածաշունչը դիր մի կողմի վրա։ Ինչի, որովհետև հենց հավատաս Քրիստոսին առանց Աստվածաշնչի, ինչ ուզելու ես, անելու ես, ու դու չես իմանալու Քրիստոս ոնց է վերաբերվում դրան, որովհետև Աստվածաշնչի մեջ է երևում դա։ Ու մարդկանց ասում է չհավատակ Աստծու ասածներին։ Դեք ինչու է պատերազմը կոչվում հավատքի պատերազմ։ Որովհետև սատանան պայքարում է, պատերազմում է, որ մեր հավատքը գողանա։ Գիտեք ինչա Պողոս առաքյալը ասում, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, ասա է հաղթանակը, որ մենք մեր հավատքը պահում ենք իր խոսքի հանդեպ, որտեղ փրկությունը հավատքով է, իսկ ինչ կլինի, եթե հավատքը չպահես, սկսես եւ այպես հավատալ իր ասածներին, բա որ Աստված հանկարծ տենց չի ասել, բա որ մարդիկ են գրել, բա որ մարդը գրելուց իրանը ավելացրած լինի, ամբողջ գիրքը Աստծու հոգով է գրված եւ Աստված վերահսկել է այդ գրողներին, այդ մարդ գրողները Աստծու հոգով են գրել դա։ Եվ Աստվածաշունչը բացարձակ ճշմարտություն է, ծննդոցից մինչև հայտնություն։ Եվ հայտնության մեջ կա այս խոսքերը ոչ ոք ոչինչ չավելացնի ու չպակասեցնի։ Գիտեք, մարդիկ սովորություն ունեն ավանդությունը, մեր պապերը մեզ այսպես են սովորացրել։ Գնում ես ասում ես ինչու ես այդպես անում, Աստվածաշունչը դա չի ընդունում, ասում է իմ պապերը ինձ այդպես են սովորացրել։
Իմ պապերը ավելի կարևոր են, քան թե Աստվածաշնչի հեղինակը։ Եկեք կարդանք Մարկոսի 7:13-ը, տեսնենք Տեր Հիսուսը ինչպես էր վերաբերվում այսպիսի հայացքներ ունեցող մարդկանց։ Ասում էր. Աստծու խոսքը անարգում եք ձեր ավանդության պատճառով, որ ժառանգել եք։ Այո, ժառանգել եք այդ ավանդությունը։ Պապերը ասել էին կոնկրետ դեպքում, ասել են, եթե ծնողիդ պիտի պահես այդ գումարով, այդ գումարը եթե նվիրաբերես տաճարին, դա ընդունելի է Աստծուն։ Հիսուսն էլ ասում էր, բա ուր մնաց ծնողին պատվելու պատվիրան, ով ասում, որ քո ծնողին հաց առնելու հաշվին պիտի եկեղեցուն զոհաբերություն անես, ով ասում։ Ինչու եք ձեր ավանդության պատճառով անարգում Աստծու խոսքը, ինչն է բարձրացնում Աստծու խոսքը։ Եվ ասում է, ու սրա նման շատ ուրիշ բաներ էլ եք անում։ Մենք հասկանում ենք, որ Տեր Հիսուսի համար Աստծու խոսքը առաջնային էր։ Աստծու խոսքը ոնց էր սատանային հաղթում, հիշում եք։ Մատթեոս ավետարան 4:4-6-10 սրա մասին են խոսում։ 3 անգամ, 3 փորձությունների ժամանակ սատանան գալիս էր, ասում էր, սա արա, համոզում էր, գայթակղում էր, ցույց էր տալիս, չգիտես ինչեր էր անում։ Տեր Հիսուսը երբ որ ասում էր գրված է, ինչ էր նշանակում։ Ասում էր ես անելու եմ այնպես, ինչպես իմ հայրն է ասում։ Իսկ ինքը գիտեր հոր ասած բոլորը, դա մեր համար է ասել գրված է։ Գրված է բառը մեր համար է։ Ինքը կարող ասեր ես հոր ծոցում եմ եղել եւ գիտեմ, որ ինքը ասել է բացի ինձանից ոչ մեկին չի երկրպագի։ Կարար տենց ասեր, բայց տենց չասեց, մեր համար ասեց։ Մենք հոր ծոցում չենք եղել եւ մենք Աստծու խոսքը պիտի հասկանանք եւ հնազանդվենք Աստծու խոսքին գրվածից։ Եվ դրա համար սատանան, երբ որ կմոտենա քեզ գայթակղությամբ, առաջարկով, չգիտեմ նախանձով կամ չգիտեմ մեկ ուրիշ բան չներելու մտքերով, միշտ ասա, ուզում ես հաղթես։ Գիտեք սատանայի մասին գրված է, որ ինքը հավատացյալը մի բան անում, որ ինքը փախնում է։ Հակոբոս 4 գլուխն ասում է հակառակվեք սատանային, հնազանդվեք Աստծուն, հակառակվեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Ոմանք մտածում են սատանան խնկից վախում է։ Խունկ են ծխում, որ սատանան չար ոգիները գնան իրենց տնից։ Ես չգիտեմ, որ ավետարանում է դա գրված, այսքան ժամանակ է ման եմ գալիս, չեմ գտնում այդպիսի բան, բայց գրված է ինչից է վախում։ Գրված է, որ վախում է Աստծու խոսքին հնազանդ մարդուց։ Չի կարողանում այդ միջավայրում Հիսուսին էլ 3 անգամ փորձելուց հետո գրած է թողեց ու գնաց։ Որովհետև երբ որ մարդը ապրում է Աստվածաշնչի խոսքերի հանդեպ հավատքով եւ կարողանում է գայթակղություններին ու չգիտեմ տարբեր անհանգստություն, տագնապ առաջացող մտքերին հաղթել, գրված է։ Վերցրեք Աստծու խոստումները, անգիր սովորեք։ Երբ որ կգան տագնապային մտքեր, ասեք գրված է։ Երբ որ դժվարությունով ես անցնում, ուժերը տել չի երիքում, գրված է Աստծուն սիրողների համար ամեն բաները բարին գործակից են լինում։ Դու քեզ մի հարց տուր։ Հիշում ենք ինչ էր նշանակում Աստծուն սիրել։ Հիշում ենք։ Նախորդ դասից հիշում ենք։ Հիմա դու Աստծուն սիրող մարդ ես, ինչով որ անցնես, բարին գործակից է լինելու։ Մի տեղ տուր այդ մտքերին, վերցրեք հավատքի վահանը և հանգցրեք սատանայի կրակոտ նետերը։ Պողոս առաքյալն ասում է ամեն մի գերի ենք բռնում և հնազանդեցնում Քրիստոսին։ Եվ սա է հոգևոր հաղթանակը, սիրելիներ։ Սա է հոգևոր հաղթանակը և ճանապարհը հոգևոր հաղթանակի հետևյալն է, գրված է։ Բայց եթե քո համար Աստվածաշունչը մի գիրք է, որ մարդիկ են գրել, դու չես կարող ասես գրված է, եւ դու զրկված ես այն զենքից, որ Եփեսացիս 6-րդ գլխում հոգու սուրը անվանվում, որից վախում է սատանան։ Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է, այսպես է գրված։
Տեր Հիսուս Քրիստոսի սկզբունքների մեջ Աստվածաշունչը անսխալական Աստծո խոսքի միակ ճշմարիտ աղբյուրն էր։ Երկրորդը հոր կամքին հնազանդվելու առաջնահերթությունը։ Հովանու 8:29-ում մի հրաշալի խոստում կա գրվածը հայրը ինձ երբեք մենակ չի թողնում։ Կուզես դու էլ այդ խոստման տերը դառնաս, այդ խոստման ժառանգակիցը դառնաս։ Հայրը ինձ մենակ չի թողել։ Այդտեղ որովհետև կա։ Գիտեք, ամեն խոստում իր պայմանը ունի, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է։ Ինչպիսի հրաշալի։ Տեր Հիսուսի համար հոր ներկայությունը ամենաքաղցր բանն էր։ Հիշում եք, խաչի վրա այն մեր մեղքերը, որ վերցրեց իր վրա, ամենամեծ պատիժներից մեկը նա էր, որ ասեց. ինչու ինձ թողեցիր։ Էլ չեմ զգում, որտեղ մեր պատիժն էր դա։ Էլ չեմ զգում քո ներկայությունը։ Սրանից մեծ տառապանք ինքը երևի էս ամբողջ իր երկրային կյանքի ընթացքում չէր զգացել։ Թեև եղել էին դավաճանություններ, չգիտեմ ինչեր, ինքը ցավի, գրված Աստվածաշունչը, ինքը ցավի ու տառապանքի տեղյակ է, ինքը գիտի մեր մարդկային բոլոր տկարությունները, որովհետև անցել ասում ամեն բանով բացի մեղքից։ Եվ այդ ամենամեծ տառապանքը հոր ներկայության բացակայությունն էր, բայց ինքը ասում էր միշտ ինձ հետ է, որովհետև ես անում եմ այն, ինչը նրա կամքն է, ինչը նրան հաճելի է։ Հոր կամքը կատարելը, հոր ներկայությունը, Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Գիտեք, այնքան է էժանացել որոշ ուսուցումների մեջ։ Ես կանչում եմ ինքը գալիս է։ Այդպես չի։ Իհարկե մենք կարանք խաղանք այդ ներկայությունը, հուզվենք, արդյունքներ գնա, բայց դու գիտես քո կյանքում դու հոր կամքը կատարող ես, թե դու քո կամքը հոր կամքից վեր ես դասում։ Եթե դու քո կամքը հոր կամքից վեր ես դասում, քո համար մեկ է հոր կամքը կատարես, թե չէ քեզ պետք է ինչ-որ բանի հասնես, դրա համար պատրաստ ես անգամ ուրիշների գլխի վրայով անցնես, կամ սկզբունքներ խախտես, արժե համակարգ դնես մի կողմի վրա, դու ինչպես կարող ես Տիրոջ ներկայության մեջ ապրել։ Դու ուղղակի պիտի դիմակ դնես, ապրես իբրև թե հավատացյալի կյանքով։ Գրված է Աստված պաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունը ուրացել են, կերպարանքով են քրիստոնյա։ Եվ մենք այս համարից հասկանում ենք, որ Տերը ամեն կեղծ հավատքին շատ վատ էր վերաբերվում։ Ասում է, լսի, խնդիրներով ես անցնում, ապաշխարի։ Ես քեզ լրիվ հասկանում եմ։ Բեր լույսի մեջ։ Դու անգամ մեղքի մեջ ընկած ժամանակ կարաս քո ապաշխարությունը դարձնես Աստծո կամքով ապրել։ Ինձ ուզում եմ ճիշտ հասկանաք, ես չեմ քարոզում անսխալական կյանք։ Ես քարոզում եմ ուղիղ, Աստծո առաջ ուղիղ կյանք, որ մենք կարանք դա անենք։ Եվ Աստված երբեք մեզանից չի պահանջում մի բան, որ մենք չենք կարող անել։ Եվ հետն էլ ասում է, ես քեզ կօգնեմ։ Գիտեք, ամենաթանկն ու ամենակարևորը հոր կամքը կատարելն էր, սրա մասին արդեն խոսեցինք։ Եվ ինքը սկզբունքային էր, բայց սկզբունքայինությունը գին ունի, սիրելիներ։ Սկզբունքայինությունը գին ունի։ Եթե դու որոշել ես չստել, օրինակ, դա գին ունի։ Երբեմն ծանր գին ես վճարում, ով է գին վճարել չստելու համար։ Ես վճարել եմ, ինքը ծանր գին է, երբ որ այնքան հեշտ է մի հատ թեթև սուտ ասել ու շատ խնդիրներից կազատվես, բայց դու սկզբունքային ես, եւ Տեր Հիսուսը միշտ իր սկզբունքայինությունը պահում էր անկախ նրանից, թե ինչ գին պիտի վճարվեր։ Գիտեք, որ սատանան գին է առաջարկում, սատանան գին է բարձրացնում։ Ես կարծեմ երեք ես խոսքը ասել եմ, հավատացյալի սրբության վրա գրված է չի վաճառվում։ Ոչ թե գինը, այլ չի վաճառվում։
որտեղ մենք մեր Տիրոջն ենք նմանվում։ Անկամ եթե ամբողջ աշխարհը պիտի շահես, գրված է Տեր Հիսուսն էր ասում, եթե ամբողջ աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես, ինչ օգուտ է մարդու։ Եվ սատանան գինը առաջարկում։ Տարբեր շահերի, հաճույքների տեսքով։ Բայց Քրիստոսի աշակերտները, Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունածները, իրանց սրբության վրա գրված է չի վաճառվում։ Եբրայեցիս 3:14-ում գրված է, քանի որ մասնակից եղան Քրիստոսին, ուստի հավատքը մինչև վերջ հաստատում պահենք։ Ես զարմանում եմ, երբ որ մարդիկ չեն շեշտադրում ես մինչև վերջը։ Մինչև վերջ, մինչև վերջին շունչը, եկեք պահենք մեր հավատքը, որ Պողոս առաքյալի պես կարողանանք ասենք, բարի պատերազմ պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, եւ այդպիսի մարդկանց համար է փառքի պսակը։ Գանք 5-րդ դասին։ Շատ հետաքրքիր դաս է սա, որովհետև վերնագիրն է ինքնաբնութագիրը եւ գործերը։ Տեր Հիսուսը ինքը իր մասին ինչ էր ասում։ Լավ, մենք մինչև հիմա կհիշենք ինչի մասին խոսեցինք։ Մինչև մարմնանալը ինչ ասում Աստվածաշունչը, մարգարեությունները, իր բնավորությունը, որակները, արժեհամակարգը, սկզբունքները, հիմա ինքնաբնութագիրը եւ գործերը, ինքը իր մասին։ Օրինակ ասում էր Մատթեոս 12-ի 6-8 խոսքերում, որ ինքը տաճարից էլ մեծ է։ Հետո ասում էր շաբաթի էլ Տերն է։ Հետո, գիտեք, ասում են, Հիսուսը երբեք չի ասել, որ ես Աստված եմ։ Լավ, ինքը ուզեցել է, որ ոնց մարդիկ կլսեին Աստված եմ։ Ինքը ուզեցել է, որ մարդիկ հասկանան, որ ինքը Աստված է։ Օրինակ, ինչ է նշանակում, երբ որ 2-3 կհավաքվեն, ես նրանց մեջ եմ։ Հիմա մենք հավաքվել ենք եւ ես հավատում եմ, ինչու է տագնածանքը իջել իմ վրա, ես հավատում եմ, որ ինքը այստեղ է եւ ինձ վստահված է իր մասին խոսալ, իմ համար մի հատ չգիտեմ ինչ էր, մեծ պատիվ ու արտոնություն եւ մի պահ գիտակցեցի, չոքերս թուլացավ ես ամենից, բայց պատկերացրեք, ես միակը չեմ, որ հիմա կամ մենք բոլորով միակը չենք, որ հավաքվել ենք իր անունով։ Հիմա համոզված եմ, որ աշխարհի ինչ որ ծայրում էլի մարդիկ իր անունով հավաքված են։ Հիմա ինքը այստեղ է թե այնտեղ։ Երեք մի որակ կա, որ միայն Աստված ունի։ Սատանան չունի այդ որակը։ Ամենագո։ Ամենագո, անգլերեն ասեմ, omnipresent։ Ինքը բոլոր տեղերում միաժամանակ կարա լինի։ Եվ այստեղ, եթե կարդաք այս խոսքերը, ինքը իր մասին, Մատթեոս 18:20-ում, ասում է, ես ամենագո եմ։ Ինքը չի ասում, ես ամենագո եմ, բայց սա է ասում։ Կամ, երբ որ իրեն հարցրեցին, Մարկոսի 14-րդ գլուխ 61-62 խոսքերը, ասեցին, դու ես Քրիստոսը, դատավարության ժամանակ, դու ես Քրիստոսը, օրհնյալ Աստծու որդին, ասեց, ես եմ։ Ես եմ։ Հետո ասեցին հայոյումա եւ այլ ընճղեցին իրանց շորերը, բայց ինքը խոսում էր իր մասին, ով է ինքը։ Երբ որ Հովհաննեսի ավետարան 20-րդ գլխում 28-29 խոսքերում Թովմասին չգիտես ինչու ասում են անհավատ Թովմաս, բայց ես կարծում եմ Թովմասը լավ էլ հավատ կա ունեցել, բայց տեսել է հավատացել է։ Բայց ինչ տեսավ հավատաց։ Լավ, եկեք կարդանք, ինչ տեսավ։ Թովմասը ինչ ասեց։ Թովմասը ասեց, դու իմ Տերն ես եւ իմ Աստվածը։ Հիսուս չասեց, ինչ ես խոսում Թովմաս։ Որ վկաներից մարդ լիներ, կասեր, ինչ Աստված։ Աստված հայրն է միայն։ Հիսուսը չասեց Թովմաս սխալվում, այսքան տարի քեզ սովորեցրեցի, տենց էլ չհասկացար, չէ, տենց չասեց, ասեց, երբ որ Թովմասը ընկավ իր առաջ, ասեց դու իմ Տերն ես եւ իմ Աստվածը, Հիսուս նրան ասաց հավատացիր, քանի որ տեսար, երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու։ Ինչ էր խոսում ինքը իր մասին։
Մովսեսը իմ մասին է գրել։ Մովսեսը ինչ էր գրել։ Հովանու 5:46։ Ասում է Մովսեսը իմ մասին է գրել։ Երեմիա 2:13-ում շատ հրաշալի խոսք կա, որ Աստված խոսում է, ասում է ինձ կյանքի ջրի աղբյուրին թողեցիք գնացիք չգիտեմ ուր։ Եվ Տեր Հիսուսը ասում էր եկեք ինձ մոտ, կյանքի ջրի աղբյուրը ես եմ։ Ասում էր ես եւ Հայրը մեկ ենք։ Ինձ տեսակ, Հորը տեսակ։ Ով ինձ հավատում է, Հորն է հավատում։ Ասում էր որդուն պիտի պատվեն այնպես, ինչպես Հորն են պատվում։ Ասում էր սա է Աստծու կամքը, որ բոլորդ հավատաք որդուն եւ որդուն հավատալով կյանք ունենաք, հավիտենական կյանք։ Շատ անգամ խոսում էր ես եմ, գիտեք, ես եմ արտահայտությունը։ Հիշում եք իրան ձերբակալելու ժամանակ ասեցին ով է, ասեց ես եմ, բոլորը հետ գնացին ընկան, որտեվ ես եմ-ը Աստծու անունն էր։ Ինքը շատ անգամ էր ասում։ Ես եմ կյանքի հացը, ես եմ բարի հովիվը, ես եմ ոչխարների դուռը, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ես եմ որդատունկը եւ այլն եւ այլն եւ այլն։ Եթե միայն որպես առանձին թեմա վերցնեք Հիսուսի խոսքերը ինքը իր մասին, մենք կհասկանանք ով է ինքը եւ ինչպիսին է ինքը։ Եվ իր գործը իր խոսքի համեմատ էր։ Հիմա ժամանակ չկա, ամբողջ 3-րդ գլուխը, Հովանու 3-րդ գլուխը ընթերցենք, բայց սա մեր փրկության ուղին է։ Մեր փրկության ուղին է սա։ Եվ իր սերն է խոսում, բոլորս գիտենք Հովանու 3:16-ը։ Ով գիտի 3:16-ը։ Եկեք միասին ասենք, լավ։ Մի քիչ թարմանենք։ 3, 4 Այո, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն ով հավատա նրան չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Իսկ ով գիտի Հովանու 3:36-ը։ Եկեք կարդամ, լավ։ Ես մեր եկեղեցում եմ սա անում, եկեք ձեր եկեղեցիներում էլ դա անեմ, լավ։ Ով Հովանու 3:16-ը անգիր գիտի, խնդրանք, սովորեք Հովանու 3:36-ը նույնպես։ Հովանու 3:36-ում գրված է։ Հովանու 3:36 Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի։ Ինչ լավ է սկսվում։ Իսկ ով որդուն չհնազանդվի, կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա։ Երանի, ես շատ եմ սիրում մեր ազգը։ Երանի մեր ազգը լսի այս խոսքերը, որտեվ 3:16-ը գիտի, բայց 3:36-ը ասում է, եթե չհնազանդվեք Քրիստոսի խոսքերին, նրա ուսուցումներին, կյանք չեք տեսնի, Աստծու բարկությունն է մնալու։ Այդպիսի մարդկանց վրա հիմա մենք, ես հավատում եմ, բայց չեմ հնազանդվում։ Չկա այդպիսի բան։ Հավատում ես, պիտի ջանքանես հնազանդվելու, որովհետև առանց գործերի հավատքը մեռած է, իսկ մեռած հավատքը չի կարող քեզ փրկել։ Եվ կրկին ասեմ, չի նշանակում կատարյալ անսխալականություն, ուղղակի սիրտդ պիտի ուղիղ լինի։ Ուղղակի մեղքից հեռացող պիտի լինես։ Այստեղ գրված չի, բայց մի լավ խոսք կա, 2 Տիմոթեոս 2:19-ում է դա գրված, ասում է Աստված ճանաչում է իրեններին։ Եվ իրենները այս կնիք ունեն իրենց վրա։ Անիրավությունից հեռանա յուրաքանչյուր ոք, ով Քրիստոսի անունն է կանչում։ Կնիք կա եւ Աստված ճանաչում է այդ մարդկանց։ Քրիստոսին լինողները տարբերվում են մյուսներից նրանով, որ անիրավությունը տեսան, իրանք հեռանում են։ Ոչ թե գրկում են, ոչ թե թաքցնում են, ոչ թե արդարացնում են, այլ հեռանում են։ Վերջ, սխալվեցի, Տեր, ներիր, ուժ տուր։ Անկամ եթե կպել է քեզ, պոկ չի գալիս, գնում ես խոստովանության, գնում ես օգնություն խնդրելու, հովիվներ ջան, ծառայողներ ջան, ուզում եմ ազատվեմ, չեմ կարում ազատվեմ,
շատ եմ ուզում, ես անիրավություն սիրող մարդ չեմ, բայց չգիտեմ, դուք անցել եք ճանապարհ, սովորացրեք ինձ։ Քրիստոս ճանաչում է իրեններին։ Եվ այս կնիքը կա նրանց վրա։ Անիրավությունից հեռանա Քրիստոսի անունը կանչող յուրաքանչյուրը։ Սիրելիներ, վերջին դասը։ Շատ շնորհակալ եմ, որ համբերում եք, դիմանում եք, գիտեմ, որ ժամանակ եմ տանում ձեզանից, բայց ես վայելում եմ Տիրոջ ներկայությունը։ 6-րդը եւ հրաշալի դաս։ Ծառայությունն ու տեսքը մեր օրերում, ով կուզի Հիսուսի տեսքը տեսնի հիմա։ Ինչ հրաշալի կլիներ, չէ՞։ Գիտեք, եւ Հիսուս խաչելությունից հետո մենք գիտենք, որ հարություն առավ։ Հարություն առավ եւ գրված է առաջին Կորինթացիս 15:6-ում, որ քանի հոգու հանդիպեց, գիտեք, մոտ 500 հոգու հանդիպեց։ 1 հոգու չի հանդիպել, 2 հոգու չի հանդիպել, 10 չի հանդիպել, 100 չի հանդիպել, գրված է 500 հոգու, որոնցից շատերը, երբ որ Պողոս առաքյալը գրում էր, Պողոս առաքյալը, որ շատ հետո է ապաշխարել, հիշում եք Ստեփանոսին քարկոծելու ժամանակ ինքը պատանի էր, եւ իրան թույլ չէին տալ, ինքը շատ էր ուզում մի քարել ինքը խփեր, որովհետեւ ատելով ատում էր քրիստոնյաներին, բայց գրված է իմ տարիքը չէր երիքում, որովհետեւ տարիք կար, եթե չեմ սխալվում 20-ից բարձր պիտի լիներ, որ կարողանար քարկոծելուն մասնակցել, եւ քարկոծողների շորերի մոտ էր կանգնած, եւ գրված է, որ 500-ից ավելի եղբայրների հանդիպեց, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։ Բայց նաև գիտենք, որ 40-րդ օրը համբարձվեց։ Եվ հիմա համբարձված Տերը երկնքում է։ Հովանու 16:28-ում գրված է, որ հորից դուրս եկա եւ եկա աշխարհ եւ դարձյալ թողնում եմ աշխարհը եւ գնում եմ հոր մոտ։ Եվ ինքը հիմա հոր մոտ է։ Առաջին Պետրոս 3:22-ում գրված է, որ նա երկինք է գնացել ու Աստծու աջ կողմում է եւ նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։ Ահա թե որտեղ է մեր Տերը։ Իսկ ինչպիսին է նա։ Հայտնության առաջին գլխում 9-ից 18 խոսքեր ընթերցենք։ Ես Հովհաննեսս, ձեր եղբայրը Հիսուսով ընկերակիցը նեղության, արքայության եւ համբերության, Աստծու խոսքի եւ Հիսուս Քրիստոսի վկայության համար եղա Պատմոս կոչված կղզում։ Կիրակի օրը լցվեցի հոգով եւ իմ հետևից փողի ձայնի պես մի բարձր ձայն լսեցի, որ ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրիր գրքում եւ ուղարկիր Եփեսոսում, Զմյուրնայում, Պերգամոնում, Թիվատիրայում, Սարդիսում, Ֆիլադելֆիայում եւ Լավոդիկեում գտնվող 7 եկեղեցիներին եւ ես շրջվեցի տեսնելու թե ում ձայնն է ինձ հետ խոսում»։ Հովհաննեսը հիշում եք, որ գրված է իր սիրելի աշակերտներ։ Շրջվեցի տեսնելու թե ում ձայնն է ինձ հետ խոսում եւ երբ շրջվեցի 7 ոսկե ճրագակալներ տեսա, 7 ճրագակալների մեջտեղում մարդու որդու նման մեկին, երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկե գոտի կապած, նրա գլուխը եւ մազերը սպիտակ էին, ինչպես բուրդը եւ ճերմակ, ինչպես ձյունը, եւ նրա աչքերը կրակի բոցի պես էին, նրա ոտքերը նման էին հնոցի մեջ շիկացած պղնձի, իսկ նրա ձայնը առատահոս ջրերի ձայնի։ Իր աջ ձեռքում 7 աստղեր ուներ, նրա բերանից սրած երկսայրի սուր էր ելնում, իսկ նրա երեսը ճառագում էր ինչպես արեգակը իր զորությամբ։ Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աչքն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի վախեցիր, ես առաջինն եմ ու վերջինը եւ ողջը, ես մեռա եւ ահա կենդանի եմ, հավիտյանս հավիտենից, ամեն»։ Մեր Տերը հրաշալի ու փառավոր տեսք ունի։ Երբ որ մեծ հանձնարարականներ փոխանցում իր աշակերտներին, ասում էր գնացեք ամբողջ աշխարհը, ավետարան տարեք, մինչև աշխարհի ծայրերը, ազգերին սովորեցրեք, աշակերտ դարձրեք, սովորեցրեք պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, դրանից առաջ ասեց.
ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա ինձ է տրված։ Դրանից հետո ասեց. եթե իմ հանձնարարությունը կատարեք, ես ձեզ հետ եմ լինելու մինչև աշխարհի վերջը։ Եվ ինքը թեև երկնքում է հիմա, բայց իր աշակերտների հետ է, որոնք ապրում են մարդկանց հոգիների փրկության փափագով, ապրում են, որ նպաստեն արքայության գործին, ոչ թե ապրում են, որ այս աշխարհի մեջ մի քիչ ավելին ունենան, մի քիչ հետ գցեն կամ չգիտեմ, սրանից առաջ անցնեն, նրանից առաջ անցնեն, այլ իրենց կյանքի նպատակը կորսվողներին ավետարանը հասցնելն է։ Տերը ասում է, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Հայտնության 5-րդ գլխում է, որ մենք տեսնում ենք գառանը եւ նրան ուղղված երկրպագությանը, գառը, որ մորթված էր։ Եվ Հովհաննեսը տեսնում է, որ գառին են երկրպագում։ Տեսնում է հոր գահը, Աստծու գահը եւ գառանը եւ երկրպագում են երկուսին էլ։ Մենք հասկանում ենք, ով արժանի երկրպագության։ Հայտնություն 6-րդ գլուխը խոսում է գառան բարկության մասին եւ այն պատժի մասին, որ գառը, այսինքն Քրիստոս բերելու է այս մարդկության վրա, որը մինչև վերջ մերժեց իր փրկությունը։ Հայտնություն 14-րդ գլխում տեսնում ենք Տեր Հիսուսը, որ գերանդին իր ձեռքին է, եւ գերանդին այդ մահվան գործիքն է, որ ինքը գցում է երկրի վրա, եւ մեծ պատիժ է գալիս այն մարդկանց, որոնք մերժեցին ապաշխարությունը։ Հայտնություն 22-րդ գլխում, եկեք կարդանք այս հատվածը, Հայտնություն 22-ի 3-ից 5 խոսքերը, երբ որ երկինքն է նկարագրվում, գրված է այնտեղ, այլևս նզովք չի լինելու։ Աստծու ու գառան գահը, սա մի գահը, գրած չի Աստծու ու գառան գահերը։ Աստծու ու գառան գահը նրա մեջ է լինելու, եւ նրա ծառաները պաշտելու են նրան եւ տեսնելու են նրա երեսը եւ նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու։ Այնտեղ գիշեր չի լինելու, ճրագի եւ արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետեւ Տերը Աստված է լուսավորելու նրանց եւ պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։ Մենք այնտեղ ենք թագավորելու, ոչ թե այստեղ մենք պիտի թագավորի կյանքով ապրենք։ Ես մեկ զարմանում եմ հավատացյալները ոնց են պարում այս երկի տակ։ Կերխմի քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտիդ տակ։ Որոշ հավատացյալներ ասում են, աշխարհի մարդը թագավորական ապրում է, թագավորը մենք պիտի լինենք Աստծո զավակները, մենք պիտի վայելենք աշխարհը։ Չգիտես ինչու այդպես չի գրած Աստվածաշնչում։ Ասում է, այստեղ հիշում եք հարուստին ինչ ասես, դու այնտեղ վայելեցիր կյանքը, իսկ Ղազարոսը նախատինք գրեց, հիմա ինքը այստեղ վայելում է ու դու դժոխքի տանջանքների մեջ ես։ Տեր Հիսուսի պատմությունը աղքատ Ղազարոսի մասին։ Ես դեմ չեմ վայելքին, եթե դա Քրիստոսի սկզբունքների մեջ է, բայց եթե աշխարհի սկզբունքներով պիտի մենք ապրենք, վայ մեզ։ Նա մեր քահանայապետն է եւ բարեխոսը։ Եբրայեցիս 7-ի 24-ից 28-ը գրված է, որ նա կարող է փրկել մեզ իր միջոցով Աստծուն մոտեցողներին եւ նա մեր բարեխոսն է։ Առաջին Տիմոթեոս 2:5-ում գրված է, որ ուրիշ միջնորդ չկա, լսեք, սուրբերը, որոնց այս աշխարհն է սուրբ ասում, միջնորդ չեն կարող լինել։ Անկամ Մարիամը, որ գրված է, որ կանանց մեջ դու երանելին ես, գրված չի, որ ինքը միջնորդ է, գրված է մեկ միջնորդ կա մարդու եւ Աստծու միջև, Հիսուս Քրիստոս։ Եվ նա բարեխոս է, բազմած հոր աչում։ Նա եկեղեցու գլուխն է եւ փեսան, որի վերադարձին մենք սպասում ենք։ Տեր Հիսուսը ինքը ասեց, գնում եմ տեղ պատրաստեմ։ Կարդանք այդ հատվածը
Հովանու 14-րդ գլխում Հովանեսի ավետարան 14-րդ գլուխ առաջին 3 խոսքերը ձեր սրտերը թող չխռովվեն։ Հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ։ Ինչ հրաշալի է։ Իմ հոր տանը բազում օթևաններ կան, եթե ոչ ձեզ կասեի գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, եւ երբ գնամ ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ եւ ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Վարդապետական հարցերը դնենք մի կողմի վրա, այս հատվածի շուրջ, տեղ պատրաստելու հատվածի շուրջ շատ հարցեր կա, բայց հստակ է մի բան, տեղ պատրաստելը դնենք մի կողմի վրա, ասում է գնում եմ եւ գալու եմ ձեզ վերցնեմ իմ մոտ, որպեսզի որտեղ ես եմ, այնտեղ դուք լինեք։ Գիտեք, բարեխոսական ծառայությունը, Տեր Հիսուսի բարեխոսական ծառայությունը ինչ է իր մեջ ներառում։ Մենք գիտենք, որ կա սատանան, որ կոչվում է եղբայրների չարախոս։ Ես ինչ եմ սրա վրա ուզում կանգնել մի պահ, որպեսզի մենք հասկանանք ու մենք նմանվում։ Որովհետև մենք կարող ենք նմանվել բարեխոսին, կարող ենք նմանվել չարախոսին։ Կան հավատացյալներ, որոնք հատուկ ականջ են ման գալիս, որ չարախոս են։ Չգիտեմ, որտեղից ինչ են լսել, ասում են, գիտեք, լսել եմ, որ ես ինչ է, սենց բաներ անում։ Գիտեք, չարախոսի ու բարեխոսի տարբերությունը։ Բարեխոսը, Տեր Հիսուսը, օրինակ սատանան գալիս է, չի լսել, տեսել է, որ դու մեղք ես գործել, որ ես մեղք եմ գործել։ Չարախոսը սա է, որ գալիս է Աստծու մոտ, գիտեք, որ սատանան գալիս է Աստծու մոտ, Հոբի գիրքը կարդացեք, կտեսնեք, որ սատանան գալիս է Աստծու մոտ, խոսում է Աստծու հետ, եւ չարախոսում է, ասում է, այնինչը իմ ու քո անունն է տալիս, որ եկեղեցի է գալիս, քարոզում է, մեղք է գործում։ Ասեցի, չէ, տենց մարդ չկա, որ մեղք չգործի։ Ինքը մեր սիրտը չի տեսնում, գիտեք, սատանան մարդու սիրտը չի տեսնում, Աստված է միայն սիրտ քննողը։ Սատանան տեսնում է մեր գործած մեղքը, բայց Հիսուսը տեսնում է մեր սիրտը։ Եվ Հիսուսը բարեխոսում է այդ պահին, ասում է, ես տեսնում եմ իր սիրտը, ինքը այդ մեղքը գործեց անգիտությունից, տկարությունից, չգիտեմ, ծուղակ էր չարը սարքել, պահի տակ սայթաքեց, բայց ես տեսնում եմ իր սիրտը, որ ինքը այդ մեղքը չի սիրում։ Եվ հայր, ինքան գեղեցիկ կա, գրված է Առաջի Հովանու 2-րդ գլխում, երբ որ առաջին գլուխը ամբողջ ասում է, որ մի գործեք մեղք, մի գործեք, երկրորդում ասում է, բայց եթե հանկարծ սայթաքեք, ընկնեք ու գործեք էլ, նա քավությունը մեր մեղքերի համար։ Եվ բարեխոսը գալիս է ու ասում է, այդ պահին ես տեսնում եմ իր սիրտը, սատանան չի տեսնում, սատանան տեսնում է իր գործերը, գիտեք, քրիստոնեական կյանքը դառնում է ուրախության ու ազատության ընթացք, եւ ես այստեղ եմ հասկացել ինչա նշանակում, որտեղ Աստծո հոգին է, այնտեղ ազատություն է։ Մարդիկ տեսնում են քո գործերը, ասում են դու մեղավոր ես։ Հիսուսը վերևից բարեխոսում է։ Սատանան էլ ասում դու մեղավոր ես։ Հիսուսը բարեխոսում է, ասում է ես տեսնում եմ իր սիրտը, ինքը ոտքի է կանգնելու։ Հիսուսը բարեխոսական ծառայությունը համբարձվելուց հետո իր ծառայությունը մեծագույն ծառայություններից մեկն է, որովհետև եթե ինքը հիմա չբարեխոսի հոր մոտ, մենք մնալու ենք չարախոսության ներքո։ Իսկ ինքը բարեխոսում, ասում է ես տեսնում եմ իր սիրտը։ Ինքը հոգևոր աչք ունենա կհաղթի, իրան հոգևոր սնունդ է պետք, իրան ճիշտ մարդիկ հայր ուղարկենք իր կողքը, իրան ճիշտ եկեղեցի ուղղորդենք, իրան ճիշտ հովիվ տանք, որ օգնի իրան, որ ամրանա ու հաղթի, որովհետև Քրիստոսի գենը հաղթության գենն է, ու հաղթությունը սա է, որ մենք սովորում ենք հնազանդվել Աստծու կամքին եւ հակառակ կանգնել սատանայի առաջարկներին ու կարողանում ենք ասել գրված է եւ բարեխոսը իր բարեխոսությամբ իր բարեխոսությունը շարունակելու է մինչեւ այն օրը, քանի դեռ չի վերադարձել։ Եվ հայտնություն 19-րդ գլխում է գրված հարսի ու հարսանիքի մասին, Փեսայի մասին, բայց ես ուզում եմ ավարտել ընթերցելով
22-րդ գլուխ ամենավերջին գլուխը Աստվածաշնչի, Հայտնություն 22:17-ից 21-ը։ Հոգին եւ հարսը ասում են. եկ, արի, եւ լսողը եւս ասում է. արի, եկ, թող գա ով ծարավ է, ով կամենում է, թող գա ձրի, վերցնի կենաց ջուրը, ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։ Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում։ Մի ավելացրեք, մի հարմարացրեք Աստծո խոսքը ձեր հավատքին, ձեր հավատքը հարմարացրեք Աստծո խոսքին։ Եթե մեկ այս գրքի մարգարեության խոսքերից մի բան պակասացնի, Աստված նրա բաժինը կպակասացնի կենաց ծառից եւ սուրբ քաղաքից եւ այս գրքում գրվածներից։ Այս բաները վկայողն ասում է. այո, ես շուտով պիտի գամ, ամեն, եկ Տեր Հիսուս։ Վերջին խոսքը կպահեմ ամենավերջում։ Հիմա ուզում եմ ասել. եկեք ճանաչենք։ Ես շատ փոքր բան ասեցի այն ամենից, ինչը կարող ես ճանաչել Քրիստոսի մասին Աստվածաշնչի շնորհիվ։ Ես շատ քիչ ասեցի այն ամենի մասին, թե ինչով պիտի մենք նմանվենք մեր Տիրոջը։ Ճանաչենք Քրիստոսին, որպեսզի հաղթական հավատքի կյանքով ապրենք։ Եվ ուզում եմ վերջին խոսքը ընթերցել Աստվածաշնչից. մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։ Ամեն։ Ողջ փառքը մեր Տիրոջը։